Նիստը հայտարարում է բացված Հակակոռուպցիոն դատարան նախագահության գրմանի Քարտուղարցուն Թորոսյանի 2026 թվականի մարտի 18-ին տրամված նախնական դատական նիստում շարունակվում է թիվ հակադարձ 0065 02 24 գործի քննությունը նիստերի քարտուղարին խնդրում զեկուցել ովքեր ներկայացել։ Մարտի դատարան նախնական դատական նիստին ներկայացել են այսօր կրկնակի դատախազության ներկայացուցիչներ Դավիթ Մեգանյանը եւ Կապրեն Աբունյանը, պատասխանող Արմես Ակապետոյանը, պատասխանող Արմես Ակապետոյանի ներկայացուցիչ Արմեն Հարությունյանը, պատասխանողներ Արմես Ակապետոյանի, Մարիանա Մկրտչյանի եւ Ֆայքս Ակապետոյանի ներկայացուցիչ Վարազդատ Ասատրյանը ներկայացել են նաեւ իրավաբան ներդիտակից Վարդան Մանուչարյանը ներկայացրել անվանակարգի եւ միջնորդություն տեսանկարահանող դատական նիստը։ Շնորհակալություն, քննարկվում է Մանուչարյանի ներկայացրած միջնորդությունը, հայց որը տալիս է իր համաձայնությունը բոլորը համաձայն են, դատարանը թույլ է տալիս տեսանկարահանել դատական նիստը եւ կարգադրիչի միջոցով վերադարձվում է անվանակարգը հարկերի պատասխանող կողմ հայցի պարզման ուղղված հարցերը շարունակվում են նախորդ նիստով բացի մնացած հարցերի Հարցադրումներ կար, որ պետք է մեր հարգարժան գործընկերները հստակեցնեին, մասնավորապես հաշվարկների, ռիպունների մասով, ռիպակների մասով։ Միաժամանակ մի քանի հարցադրումներ դեռևս մենք ունենք, բնականաբար նաև միջնորդություններ, եթե նախագահը թույլատրի։ Նախանդառնանք հաշվարկների հետ կապված վրիպումներ վերանայման արդյունքում դուք գտել եք թե ոչ, այդպիսի կամ թե ոչ, թե պնդում եք հաշվարկումի ձև։ Մենք նախորդ նիստով քննարկեցինք գույքի հետ կապված, մենք մեր դիշկրոշում ենք, անշարժ գույքի հետ օգտանան եւ ձեռքբերման հետ կապված, եթե լրացուցիչ կազմակերպական գույքի հետ կապված կարող է իրականացնել, բայց իրավասումներ գույքի հետ կապված գործողություններ իրականացել է գնահատել այնպես, ինչպես որ ներկայացում ես ուղղակի հիշեցնում, որ խոսքը 2021 թվականի հաշվարկի մասին է, որտեղ 24,543,000-ը մեր գործընկերները պրակեցին որպես 243 միլիոն և դրանից մնացած արդեն թվաբանությունները մասնավորապես խոսքը օրինական եկամուտներով հիմնավորված 90,961,361 դրամի մասին մեր գործընկերները խոստացան, որ պետք է դատական նիստով հստակեցնեն, կամ այս դատական նիստով խոսքը դրա մասին է, եթե չեմ սխալվում։ Ոնց որ թե այդ մի 21 թվականի հետ հաշվարկի հետ կտորը բաց էր մնացել խոսքը պատասխանեցիք իրականացրած վճարումների մասով տեղեկած ձեր կնքան ֆրիպարկի, կամ չգիտեմ որակնում ձեր ներառման դեպքում, բացի դրանից օրինական եկամուտներով հիմնավորված կատարված ծախսերը 90,961,000-ի մասով, ոնց որ թե դա չէի պնդում, ասում եք տեղ է որոշակի հաշվարկման հստակեցման խնդիր կա, խնդրեմ հստակեցնել, կամ ասել, որ հենց այդ թիվն է պնդում։ Պարոն Ասատրյան, այդ թիվն է պնդում, այդ թիվը, որը նախորդ դատական նիստին ու բարձրացնում։ Շնորհակալություն։ Հարգելի նախագահ, պես այդ հարցեր թվի մասով պայմանավորված ծախսի իրականացրած վճարումների օրինական եկամուտներով հիմնավորված թվի մասով ծախսերին անդրադառնամ, օրինակ խնդրին է պարզաբանել մեր գործընկերներին, նույն 20 թվականի արձանագրել են, որ Արմես Ակապետյանը 100,000 դրամով վաճառել է Toyota Camry մատնիշի ավտոմեքենա, ինչից ստացված միջոցները ևս օրինական են դիտել։ Խնդրեմ հայտնել օրենքի կարգավորման իմաստով իրավասում արմի մոտ 100,000 դրամով մեքենա օտարելու հանգամանքը ձեր մոտ կազմակերպի չի թվացել, կամ թվացել է ու դրանով իշխայլ է ձեռնարկվել։ Ներողություն, որ էջում էր։ Խոսքը 23-րդ էջում է, էջին է վերաբերվում ամենավերջին պարբերությունը հարցնում։ Ընդ որում ձեր ուշադրությունը հրավիրում է, որ հայցքորի պնդման օրինական միջոցներով ձեռքբերված գույքի օտարման մասին է խոսքը։
դուք ձեր հարցը բխում է այլ գործարքի հետ համեմատությունից։ Ես ուզում եմ հասկանամ, օրինակ, եթե օրենքի կարգավորման դրամաբանությամբ արդյոք դիտարկվել է 80%-ի շեմը հաղթահարած գործարք թե չէ, եւ դրա կարգավորման իմաստով օրինակ այս գործարքի գունարժեքը բացահայտված է կողմը դիտարկել, այսինքն բավարար է եղել այդ հանգամանքը, 100,000 դրամով օտարվել է ողջամիտ դիտարկվել թե չէ։ Պարոն Ասատրյան, խնդիրն է, այսօրը այլ հաստատական հանգամանք չէ, որ դարաշրջանում հստակ նշված է։ Բաներ, խնդիր չի եղել նրա համար, որ այդ գույքը օրինական ծագում ուներ, հետևաբար 100,000 դրամով օտարելը իրավաշխարհ է համարել կամ օրենքից բխող, իսկ եթե պայմանական ապօրինի ձեր հաշվարկի կոնտեքստում լիներ, ելի նույն մոտեցումն եք խնդրել։ Այսինքն դիտարկել եք, որ 100,000 դրամով օտարել է, Գորգակյանքի Մագնիշի ավտոմեքենայի 2025, որը 1-2 տարվա ոնց որ դա արտադրության էր, նորմալ է եղել։ Այո, եթե թիվ ունեք ներկայացնելու այդ հաստատել։ Չէ, ես համադրության կոնտեքստում ես դրա համար ուզում եի հասկանալ մոտեցումները, էլի, որովհետև այս մի մոտեցումը մեր համար խնդիր է ստուգում ձեր մոտեցումները հստակեցնելն է, հիմի կարող ենք դրա հետ համերաշխ լինենք կամ ոչ, բայց այդ հարցի մյուս կողմն է։ Հիմա խնդրեմ նաև պարզաբանել 21.07.2020 թվականին Ռուբեն Սարգսակյանը Արմեն նախագահ 24-րդ էջի մասին է խոսքը, Ռուբեն Սարգսակյանը վաճառել Mitsubishi RT-204 զորության ավտոմեքենա, որի օտարման արժեքի վերաբերյալ իրավասու մարմինը տվյալներ ձեռք չի բերել։ Խնդրեմ այս միտքը պարզաբանել, որ 2020 թվականին ճանապարհային ոստիկանությունը ուներ հաշվառման մատյան, այդ չէր հաշվառում իրականացնում, այդ ի՞նչն է եղել պատճառը, որ ձեր պնդմամբ այս մեքենայի օտարումից միջոցները չեք մեքենայի օտարման վերաբերյալ տեղեկություններ չեք հայտնաբերել, բայց ունեցել եք դրա մասին տեղեկություն քաղաքական գրանցված իրավունք։ Իրավական պարոն Ասատրյան, հասկացա չեք ստացել, իսկ այդ ստանալու ուղղված միջոցներ ձեռնարկվել, այդ մենակ չստանալու բավարար եք համարել ուսումնասիրությունը այդ մեքենայի մասով կամ ուսումնասիրությունը այդ ծավալի մասով ավարտված համարելու։ հարցում իրականացրել ենք այդ հմպեք ու տվյալներ չենք ստացել։ Դուք դիտարկում եք, որ պետեկամուտների կոմիտեն պետք է այդ մեքենայի օտարման վերաբերյալ տվյալները պահպանեցնել, հա։ Ոչ, գոնե միջին մաքսիմում արժեք։ Չէ, տեսեք, միջին մաքսային արժեքի վերաբերյալ պետեկամուտների կոմիտեից պետք է տվյալները վերանեք, ձեր փորձագետները նման տեղեկություն չեն կարող բացահայտել, հա։ Պարոն Ասատրյան, հարցում իրականացվել ուսումնասիրության ընթացքում եւ ներքին գործերի նախարարություն եւ պետական եկամուտների կոմիտե ձեռքբերման արժեք, օտարման արժեքը բարձրելու համար։ Այս մեքենան հիմի Արմեն Սարգսակյանի պատկանող է, թե Ռուբեն Սարգսակյանի պատկանող է։ Այս ինչն է օտարվել։ Չէ, հիմի հայցադիմումի մեջ նշել են, որ պիտի հետևանքներ, այնց ամեն ինչ կարող ենք նշենք, նշել է, որ Ռուբեն Սարգսակյանը վստահորդի վայր է, այդ մեքենան օտարել է։ Հիմի եթե ես վարույթի իմաստով Արմեն Սարգսակյանի պատկանող գույք եք դիտում։ Այո, քանի որ շրջանակում մեջ ներառված։ Բայ, իսկ այս օրինական ծագում ունեցող գույք եք դիտում։ Ձեռքբերումը։ Այո։ Այո։ Բայ, եթե օրինական ծագում ունեցող գույք եք դիտում, այսինքն սրա օտարումից գեներացված որևէ պայմանական միավոր, որը որ ուներ առերևույթ օրինական ծագում, հաշվարկի մեջ այդպես էլ տեղ չի գտել, ճիշտ եմ հասկանում։ Այո, պարոն Ասատրյան։ Իսկ ինչու՞։ Որտեղ տվյալ չենք ստացել։ Իսկ այդ տվյալ չստանալը, այդ տվյալ չէ, որ այդ մեքենան, որը որ ուներ օրինական ծագում, օտարվել է, որում նշել եք օտարվել է, հատուցելի գործարք է եղել։ Այսինքն այդ տվյալների ձեռքբերման ուղղությամբ Ես արդեն ասացի ինչ միջոցներ են ձեռնարկել, պարոն Ասատրյան։ Եթե օտարման գնի վերաբերյալ դուք տվյալ ունեք, ներկայացրեք։ Լավ, հարցը այլ ձևակերպեմ, մինչև ձեր երբ որ դուք եք այս վարույթը ստանձնել, հա, ներկայացությունը
այդ տվյալների բազման ուղղությամբ դուք որևէ միջոցներ ձեռնարկել եք, թե նախորդ ներկայացուցիչներն են հարցումները։ Նախորդները ձեր խնդրման փորձել են բացահայտել, այս Mitsubishi Electric-ը միջին մաքսային արժեքը եւ օտարման գործարքներն են պահանջել, սակայն պետական իրավասու մարմինները այդպես չեն տվել։ Հարցումները մնացել են անպատասխան։ Շատ բարձր մասով կարելի է բաղեցի դատախազության դիրքորոշումը եւ ընդհանուր քաղաքականությունը ուզում հասկանալ։ Այսինքն բոլոր այն դեպքերում, երբ որ գույքը ապօրինի է դիտարկվել եւ օտարման փաստը հաստատվել է դատախազության կողմից, եւ նույն ժամանակ դատախազությունը չի ունեցել օտարման թվի վերաբերյալ տվյալ կամ այդ տվյալը ոչ արժանավատ համարել, կատարել է ինքնուրույն գործողություններ եւ պահանջ ներկայացրել դեպքում պատասխանատու ճիշտ չի ասում, այսինքն եթե գույքը դիտվել է ապօրինի, ապա դատախազությունը կատարել է օրենքից գլխավորոշակի գործողություններ, այդ թվում եթե հնարավոր չի եղել պարզել կամ համաձայն չի եղել օտարման դեպի հետ, գնահատման արժեքը դրել է եւ այդ պահանջը ներկայացրել է։ Բոլոր այն դեպքերում, այդպես է թե չէ, ես ճիշտ չի հասկացել արգելի այս օրի ներկայացուցիչ, այսինքն բոլոր այն դեպքերում, երբ որ ապօրինի դիտարկված գույք կա եւ դրա օտարումը կա, չունեք գինը կամ այդ գնի հետ համաձայն չեք, դուք գործողություն եք կատարում, գնահատում եք եւ համապատասխան գնահատման արժեքը, որպես իրական ապօրինի գույքի, այսպես ասենք, օտարման հարցում այդ արժեքը պահանջում եք պատասխանողից։ Այս ոչ օրինական գույքի մասով։ Այդպես է կանոն, չէ՞, ճիշտ եմ հասկացել ես ձեր։ Չէ, գիտեմ որ փորձում եք բարձել, հնարավոր չի լինում ձեզ բարձել, ձեր հետագա գործողությունների մասին եմ ուզում խոսել։ Եկել եք այն եզրանում, այլևս հնարավոր չի բարձել։ Ունեք տվյալները հավարան չի։ Ապօրինի դեպքում ներառում եք հաշվարկում, եթե ապօրինի է գույքը, գնահատված։ Եթե ապօրինի գույքի դեպքում այդ միջոցներ ձեռնարկել տվյալներ չենք ստացել, ինչ ներառենք հաշվարկում։ Հիմնականաբար այդ դեպքում չի ներառում հաշվարկում։ Այսինքն, օրինակ, այսինքն, եթե գույքը ապօրինի է, բայց կարծես թե ձեր մոտ ձեր հաշվարկներում կարծես թե հակառակն է, այսինքն բոլոր այն դեպքում, երբ որ դուք գույքը դիտարկում եք ապօրինի եւ դրա օտարման վերաբերյալ տվյալ չեք ունենում, օրինակ տրանսպորտային միջոցի դեպքում վերցնում եք մաքսային արժեքը եւ այդ մաքսային արժեքն եք հիմքում դնում, հաշվարկների հիմքում մաքսային արժեքն եք դնում, ասում եք ես գույքը օտարվել է, ապօրինի է, հետեւաբար չունենք տվյալն իր վերաբերյալ, ավտոմեքենայի մաքսային արժեքն ինք ենք ընդունում, ասում եք որ այս գումարը պետք է պատասխանողից բռնագանձել։ Իմ ամբողջ խնդիրը հետևյալն է, ես հասկանամ, որովհետեւ ձեր տված պատասխանով իմ մոտ լուրջ մտահոգություն առաջանում, այսինքն բոլոր այն դեպքում, երբ որ գույքը օրինական է եւ այդ գործողությունը կարող է ի օգուտ պատասխանողի լինի, դուք ոչ մի գործողություն չեք կատարում, ասում եք այն հաշվարկում չեք ներառում, բայց բոլոր այն դեպքում, երբ որ դուք դիտարկում եք դա ապօրինի, մինչև վերջ գնում եք, որ այդ մաքսային արժեքն եք հիմքում եւ այդ մաքսային արժեքով պահանջ եք ներկայացնում։ Սենց այս մասը կուզեի բարձրամանել այս երկու դիրքորոշումները ինչու են իրարից տարբերվում եւ ինչու օրինակ նման դեպքում երբ որ գույքը օրինական է եւ օտարման փաստը դուք ունեք տվյալ, օրինակ մաքսային արժեքի տվյալը չեք ընդունում։ Եվ դա որպես օրինական եկամուտ դիտարկում պատասխանողի համար, որի անդրադառնալու հակառակը անում եք ապօրինի դեպքում։ Բացս հասկանալի է, չէ՞։ Դիրքորոշում, այսինքն ապօրինի օրինական ծաղկում ունենալու դեպքում որոշակի տարբերակված մոտեցում կա, այդ մոտեցումը չկա, բոլոր դեպքերում էլ օտարման ձեռքբերման արժեքները բարձրացնելու համար միջոցներ ձեռնարկում, եթե տվյալներ չենք ստանում դրանց վերաբերյալ, ոչ ներքինգործի նախարարությունից, ոչ պետից, հաշվարկում չի մասնակցում ու ապականում պատասխանող կողմը համապատասխան հիմքեր ներկայացնում, որպեսզի ներառվի հաշվարկում։ Պարոն Ներուժ, բայց տրանսպորտային միջոցներից մեկի վերաբերյալ որ պահանջ կար, Ումարի հետ կապված, արագացված դատականություն կիրառելու միջնորդություններ էր ներկայացվել, այդ պարագայում դուք հիմք եք ընդունել պարզել էիք ինքնուրույն շուկայական արժեքը, որը նշված չէր հայցի բովանդակության մեջ, եւ համադրության արդյունքում գտել եք, որ այ պետք է շուկայական արժեքով օտարումը դիտարկվի, հիմա այս պարագայում շուկայական արժեք պարզելու
օրինակ գործողություն կատարվել, այ նույն հանրամատչելի աստիճան աղբյուրներով նայել եք շուկայական արժեքը մոտավոր ինչքան է նմանատիպ մեքենայի։ Նմանատիպ փորձակնություն չի նշանակել Ավելացնելու բան ասի։ Կոնկրետ այս Mitsubishi Magnum մեքենայի մասով հայցակում նաև նշվել է, որ 26 դրամի 2021 թվականին Արմեն Սահակապետյանը, Ռուբեն Սահակապետյանից որպես ժառանգություն ստացել է Mitsubishi Magnum մեքենա, որը 2021-ի ապրիլի 6-ին ուղղակցության պայմանագրով փոխանցվել է որդուն Արեգ Սահակապետյանին։ Այստեղ ես չեմ ուզում կենտրոնալ Mitsubishi, ես Mitsubishi-ին առանձին գործիքեր եմ կենտրոնել, ես երևույթի մասին եմ ուզում խոսեմ և այդ երևույթի ձեր գնահատականի մասին։ Տեսեք, մենք մի քանի նիստ առաջ, որ չեմ հիշի, բայց ունեինք Toyota-ի ներմուծման հարց, որը որ քննարկում ենք այստեղ, և դուք եկաք ասիք, հիմա մի հատ փորձը քննություն ենք նշանակել, որպեսզի պարզենք դրա ձեռբերման գինը, որ կա կնի շուկայում BMW ներողություն, BMW մասնակցություն։ Դրա ձեռբերմագիրը, որովհետև դրսից էր ներմուծումը եւ այլն, բայց այդ տվյալները դուք ունեիք այն ժամանակ ասացիք, որ իմիջին իմ հարցի ամբողջ նպատակը հետեւյալն է կայանում։ Հիմա դուք ունեք օրինակ կոնկրետ Mitsubishi-ի մասով տվյալ օտարման վերաբերել եք, ես օտարման փաստը հեսա իմ գործընկերները բարձրաբանիկ ասի, բայց մոտեցումն եմ ուզում հասկանալ։ Ինչու չի այդ գործողությունները օրինական գույքի մասով կատարվում։ Զուգ նրա համար, որ դա իօգուտ պատասխանողի է, չեք անում, այսինքն հայցի տրամաբանությամբ, եթե իօգուտ պատասխանողի է, որը գործողություն չեք անում, թե այդպիսի քաղաքականություն կա մշակված, որ չպետք է անի դա։ Ես հասկանում եմ, որ օրենքում գրված է, որ ապօրինի զույգի մասով դի գործողություն կատարեք միայն։ Mitsubishi-ից կտրվենք, էլի ընդհանուր եմ ասում, ցանկացած այդպիսի օտարում, որը որ էլի եմ ունեցել այդպիսի օտարում, օրինական եք դիտել, բայց դրա գինը հաստացի այդ տրամաբանության մեջ, ողջավորության մեջ չի տեղավորվում, ասենք կարող է 1 միլիոն լինի օրինակ դրամ, որը օրինական եք դիտել, սակայն չեք համարել ողջարի։ Զուտ ինձ համար մոտեցումն է դեպքերի, օրինակ դատախազությունը ինչի բոլոր են դեպքերում, երբ որ օրինական գույքի օտարումը շուկայականից էականորեն ողջամտորեն էականորեն ցածր է, այդ նույն քաղաքականությունը չի որդեգրում, ինչ ապօրինի դեպքում զուտ տեսել զուտ, պարզի։ Ուրմ ասում եմ, իրավասության մոտեցումը ստեղծյանից պարզաբանեցին։ Միջոցներին ձեռնարկում ու ձեռբերման օտարման արժանքի վերաբերյալ տվյալներ ստանալու ուղղությամբ, եթե տվյալներ չեն հայտնաբերում, այդ դեպքում հաշվարկում չի ներառվում եւ ակնկալում ենք, որ այդ հիմքերը կներկայացվեն պատասխանողի կողմից։ Կոնկրետ եթե ինչ-որ օրինական գույք կա, որ օրինակ օտարման արժեքի վերաբերյալ տվյալներ չկա, կամ պատասխանողը գտնում որ ավելի բարձր արժեքով է օտարվել, կարող է ներկայացնել համապատասխան հիմքերը իրավասու մարմինը գնահատի դրանք, ով ներառի հաշվարկում։ Եթե կոնկրետ գույք կա, անշարժ գույք, թե շարժական տրանսպորտային միջոց, եթե գտնում եք, որ ավելի բարձր արժեքով օրինակ օտարվել, ենթադրենք ինչ-որ օրինական հիմքերը բերեք, փաստը վկայական չի, գնահատում ներառի հաշվարկում։ Եք ասում, որ դերեք ներկայացրեք, բայց երբ որ վերում ներկայացնում ենք խաղաց ապել դրան գնահատական չի տրվում, այդպես է կարգավորվում, որ երբ հիմքերին գնահատական տրվի, թե դի պետք է դերի վարշումից հետո այլընթացակարգով օրինակ իրավասում արմինը մեխանիզմը ասեք ոնց է, օրինակ որ մեր կողմից վերել ներկայացնել ու ձեր կողմից գնահատական տալը, ինչպես է այս արդեն գործի քննության ընթացքում իրականացնելու կամ միջդատական։ Ես պիտի ձեզ ասեմ, երբ ներկայացնեք պարոն Ասատրյան։ Դա ձեր, բայց դուք կարող եք ներկայացնել հիմա, կարող եք ներկայացնել ապացուցման բեռը բաշխելուց հետո։ Մենք տեսեք, ես իմ ներկայացրած այդպեսին ներկայացնենք, ես հստակ ասացի, ասում եք վերեք ներկայացնեք, գնահատական տվեք, ասում եմ ապա մենք վերել ներկայացրել ենք, թե միշտ դատական փուլում, թե դատական փուլում, բայց ինչ էս պահը գնահատական չի տրվել, բայց պետք է ինչ անենք։ Պարոն Ասատրյան, խոսքը ինչին է վերաբերում, ինչ-որ գույք է եղել օտարված, որը միշտ դատական փուլում, մինչև հայցի հարուցումը մեր կողմից իմ ստավորքը բազմածավալ ապացույցներ է ներկայացրել, որոնք որ հանրային հանգամանքը անգամ հայցը
հաստատիմում էլ արձանագրվել է, որ իրավասու մարմինը չի հասցրել դրանց գնահատական տալ։ Այդ մեկ։ Երկրորդն էլ գիտեք, որ 4 անգամ դիրքորոշում են հայտնել, թվով 4-րդ դիրքորոշումն էլ արդեն մի տարուց ավել իրավասու մարմնի տիրապետության ներկա գտնվում, բայց դրան գնահատական չի տրվել էլի։ Այդ եմ ասում, այդ ընթացակարգի տրամաբանությամբ այդպես է, որ պետք է գործի քննության փուլում ենք վերենք ներկայացնենք, որ դրան գնահատական մի տարուց ավել չտրվի, թե այս գործը ուղղակի բացառություն է մնացած օրինաչափությունից։ Պարոն Ասատրյան, դուք անցած նիստին ևս հարց բարձրացրեցիք, թե 4-րդ դիրքորոշման վերաբերյալ մենք երբ ենք դիրքորոշումը ներկայացնում, ես ասացի այս շաբաթվա ընթացքում կլինի այդ դիրքորոշումը, միգուցե եթե ոչ վաղը հաջորդ դատական նիստին այդ դիրքորոշումը կատարվեցի։ Իսկ ինչ վերաբերում է մինչև ապացման դերը բաշխելու։ Չէ, դու այդ ինձ ճիշտ հասկացեք, ես չեմ ասում եմ փուլը երբ գիտեմ, ես երբ ներկայացնենք, ասում եմ բայն դեպքերում, երբ որ ներկայացնում ենք, ասում եք ներկայացրեք, ու մենք էլ ներկայացնում ենք գնահատական չի տրվում, առհասարակ, ոչ թե բացական է տրվում, այլ չի տրվում առհասարակ։ Այս հարցը համար ենք սպառնացան Այս դրան էլ վերաբերում։ Ինչ վերաբերում է Հարուն Ազարի քեմիայի թեմային, ես ուղղակի պարզաբան եմ, որ պարոները մենք մեր 4-րդ դիրքորոշմամբ ներկայացրել ենք 1 տարի առաջ գնի հավաստիության վերաբերյալ ապացույցներ, որ ասում ենք ներկայացրել ենք, ներկայացրել ենք։ Ու դա կարող է գնահատվել կամ չգնահատվել կամ անկարգած կատարվել միջնորդությունը ներկայացնելուց, այսինքն ձեր վերջին միջնորդությունը ներկայացնելուց առաջ նախարարության տնօրենման տակ եղել է բոլոր տվյալները։ Սա գիտություն է 100,000։ Հիմա ինչ վերաբերում ավելի բարձր արժեքով այո, ավելի դատարկ մենք ներկայացրել ենք համապատասխան հայտարարություններ, ինքեր, նաև տվյալներ համացանցից, հասանելի աղբյուրներից, նմանատիպ ավտոմեքենաների շուկայական գնի վերաբերյալ օտարման պահին ամբողջ փաստաթղթարված ներկայացրել ենք։ Եվ ինչ վերաբերում է կոնկրետ Mitsubishi Electric ավտոմեքենային, պարոն Մերյան, 21/0/2020 թվականը դա որս մահվան օրն է եղել։ Եվ ուղղակի այդ օրը ինքը չէ կարող վաճառել ավտոմեքենան, որ դուք էլ միջոցներ ձեռնարկեիք, որ գին բազեիք։ Պարոն Ալբինյանը ձեզ ուղղակի արդեն ասեց, եւ դուք ներկայացրեցիք, որ դա ուղղակի ժառանգությամբ անցել է մորս, հետո մեր մայրս նվիրատվություն է կատարել եղբորս։ Այսինքն հայցի մեջ նշված այս փաստերը, փաստական տվյալները ոչ մի հետևանքի պահանջի ձևավորման իմաստով չեն առաջացնում։ Իմ նախորդ դատական նիստին այդ հարցն ես այդ հարցն եմ բարձրացնում, որ դուք ուղղակի նշում եք նախադասություն, հետո վերջում որևէ հետևանք չեք առաջացնում, որևէ պահանջ դրանից չի ձևավորվում, դա չի մասնակցում որևէ հաշվարկին։ Նույն տրամաբանությամբ երկու տողներք է, մենք էլ այս հարցը քննարկել ենք, էլի հիմա այդ հարցն եմ տալիս, էլի շարունակում եմ այդ հարցերը, հայցի իսկի վարդների պարզման ուղղված։ Նույն էջում, 24-րդ էջում գրել եք, որ ես 3.5 միլիոն դրամով ձեռք եմ բերել Միկոյան Էլեկտրոպ 3 շենքի 65 բնակարանում գտնվող գույքը, որը օրինական եկամուտներով հիմնավորվել է 478,000 դրամ։ Հիմա խնդրում եմ ասեք, ինչ եղավ այս գույքը։ Այս գույքը ապօրինի եք ճանաչել ուզում եք, այս գույքը հետողոտարել են դրա գումարն եք ուզում։ Խնդրում եմ ասեք, պահանջ եք ներկայացել, պահանջ եք ձևավորել, նկարագրել եք ինչ-որ գործարք, դա գնահատել եք ապօրինի, բարձրաձայնում եք հարյուրավոր բազմածավալ գույքեր եւ այլն հնչեղ լինելու համար։ Բայց այս գույքը իմ հետ ընդհանրապես կապ չունի։ Կարող եք ցույց տալ այն ապացույցները, որոնք որ վերաբերում են այս գույքին։ Ինչ եք ուզում վերջ, այս գույքն եք ուզում, թե փողն եք ուզում, թե չեմ հասկանում չի։ Պարոն Սակապետյան, հունիսի 15-ին գույքը ձեռք է բերել, այսինքն կադաստրի կոմիտեի ներկայացրած տվյալները, մենք տեսնում ենք, որ խնդրում եմ մատնանշեք, էլի որ ապացույցի։ Մենք հիմա փոքր չենք, որ մենք ապացույցներ հետազոտենք, ես մեր վկայակոչած փաստերն եմ բարձրանում պարոն Սակապետյան։ Հունիսի 16-ին գործարքը 2020 2020։
0.12 եք դրել, բայց այդ ուրեմն նույնիսկ 24-րդ էջի 4-րդ պարբերության մասին խոսքը։ 15-06 2021 թվական։ Դրա մասին չի խոսքի, դա նախորդ լիստին ենք գնա։ 24-րդ էջի 4.3 բնակարան 65։ Երեք 10-րդի լավներ չի կարողություն է։ Արգելի դատարան ես մասով դրաստում, որ ուրեմն 07-12-2020 թվականի բանկային գաղտնի կազմակերպության համապատասխան հաշվեհամարից Պողոսյանի պատկանող փոխանցում է տեղի ունեցել նշված գումարի չափով, որի նպատակ դաշտում գործել է հետևյալ հասցեր։ Սակայն Հասցեն ինչի համար է, հասցեն ինչ կապ ունի։ Հասցեր նշված, պարոն Սարգսապետոյան, սակայն կադաստրի կոմիտեի ստացված տեղեկատվության համադրության արդյունքում նման գույքի, այսինքն պարոն Սարգսապետոյանի անվան նման գույքի գրանցում տեղի չի ունեցել, ներքին ժամանակ իրավասու մարմինը դիտարկել է որպես անշարժ գույքի ուղղված վճարում եւ քանի որ կադաստրի կոմիտեում նման գույքի գրանցում տեղի չի ունեցել, նշված գումարի փոխանցման ապօրինի մասը հաշվառվել է օրինակային եկամուտներով չհիմնավորվող ծախսերում։ Այսինքն մենք տեսնում ենք արգելի դատարան բանկային գաղտնի կազմակերպության գումարի փոխանցում, որի նպատակ դաշտում նշված է հետևյալ հասցեր։ Համադրություն ենք իրականացրել կադաստրի կոմիտեի ստացված տեղեկատվության եւ տեսնում ենք, որ նման գույքի ձեռքբերման ուղղված ծախս նման գույքի գրանցում տեղի չի ունեցել եւ սա դիտարկել են որպես իրականացված վճարում, այսինքն փոխանցում եւ փոխանցման ապօրինի մասը հաշվառել ենք օրինական եկամուտներով չհիմնավորվող ծախսերի մեջ։ Հարգելի հայցվոր կողմ, այդ պարագայում 24-րդ էջում, երբ նշվել է, որ այդ արժեքով գնել է անձը գույք, այն պարագայում, երբ որ կադաստրի կոմիտեից ստացված տվյալներով ձեռքբերում չկա եւ բանկային գաղտնի պարունակող տեղեկությունների նշված է միայն հասցե չի գրած անշարժ գույքի ձեռքբերում։ Այդ տվյալների համադրության ներքո ինչպես է հայցվոր արձանագրել, որ գնվել է անշարժ գույք, որում նշված չի, որ սա ծախս է։ Հասկացա արգելի դատարան, մեր աշխատանքը ֆայլի 1540 տողում են նշված գործարք արտացողում, շիթի 15240 տողում, երկու կարելի է ես ինքնասնեմ գործարքի նկարագրությունը ըստ բանկային քաղաքացի, որտեղ նշվում է կառուցվող շենքից գույք գնելու իրավունքի պայմանագիր դիվ 059 եւ հասցեն եւ այնտեղ անձի անունազգանում անձնագրի տվյալներ։ Իսկ անձի անունազգանունը բարձր է։ Արգելի դատարան բանկային գաղտնի կազմող տեղեկատվության Սույն վարույթով անցնող որևէ անձ այլ անձի անուն։ այլ անձի անունազգանունը նշված։ Դե կարող եք նույնականացնել Մենք աշխատանքային 15240 ֆայլով ներկայացրել ենք 15240 տողում են նշված եւ եթե չեմ սխալվում սա մասով նաեւ դիրքորոշում է, ներկայացրել մենք Արսեն Ավետիսյանը ձեր մոտ նշված է, եւ տվյալը ես կհրապարակեմ ոչ։ Այսինքն ինքը որպես անշարժ գույք մենք քանի որ որպես անշարժ գույքի ձեռքբերման ուղղված փոխանցում հասնացրել ենք մեր մոտ որպես անշարժ գույք, բայց կադաստրի կոմիտեից նման գույքի հաշվառում անվան տեղի չի ունեցել։ Անվան ստացվում է, որ օրինակ եթե մենք ընկերներ ենք, դուք գնում եք օրինակ քաղաքից դուրս, ձեր ավտոմեքենան փչացել է, դուք ինձ 10,000 դրամ եք տալիս, որպեսզի ես փոխանցեմ ավտոմեքենա վերամորոգողի, ես փոխանցման դաշտում գնում եմ այս ինչ քաղաքացու ավտոմեքենայի համար, ստացվում է, որ հետո պետք է այդ ավտոմեքենան վերագրեն ինձ, ճիշտ եմ հասկանում։ Մենք դիրքորոշում նայեք, դուք կարող եք հայցի ձևավորման ժամանակ գնել չտիրապետեք եք մանրամասներն, դա նորմալ է։ Բայց առնվազն հայցի կազմման ժամանակ այդքան ժամկետ ունենալով դուք կարող եք շատ հանգիստ պարզել, շատ հանգիստ։ Ընդամենը ունեք հասանելիություն, ունեք կադաստրի տվյալներին, մտնեք նայեք ինչա տեղի ունեցել։ Եվ երրորդը ամենավատը նա է, որ մենք իմաստը ժամանակ ենք սպանում այն հարցերի վերաբերյալ, որի վերաբերյալ ես բարեխիղճ գործելով ձեզ տվել եմ բոլոր տվյալները
տվյալները։ Ուղղակի դուք չեք անդրադարձ կատարել այդ տվյալներին, չեք կարդացել կամ չեք վերլուծել կամ վերլուծել եք դրա արտացոլումը չի գտել ձեր միջնորդության մեջ, եւ հիմա այդ մտածածին տվյալների մասին մենք պահանջ ենք ներկայացրել, որը մենք ուղղակի ուզում ենք հստակեցնենք, որ հասկանանք ինչպես պաշտպանենք։ Պարոն Սակապետյանը, սա 4 դիրքորոշման ներկայացած, վերջին դիրքորոշման ներկայացած էր, այս հոսովի այո, եթե 4 բովար, 4-ը դեռ քննարկման մեջ է, մենք վերջնական մասը Ամենայն դեպս պարզ դարձավ, որ ոչ թե այստեղ գնում եղել, վերում այլ ծախսը, որի բայց կա ներողություն խնդրում թատելով հայցի բովանդակության մեջ որևէ ձևով երևում է, որ 3.500.000 մինուս 470.467 դրամի չափով ապօրինի դիտարկված ծախսը ներառված է Արգել 2020 թվականի տարեվերջին, երբ որ օրինական եկամուտները եւ օրինական եկամուտները չհնարավոր ծախսի ամփոփ թվի մեջ արտադրվում։ Ծախսի մեջ ամփոփ թվով պիտի Այլ դատարանսա այն հանգամանքներից մեկն է ևս, որ ազդեցություն ունի հայցակին ձևավորման վրա։ Հիմա սա դնենք վրիպակ, թե դնենք չենք հասցրել նաև ժողովրդի որոշումը կամ այստեղ ձևակերպում ունեցագրված, որ ձևակերպումը ունեցագրված, որ իրենք դիտում են, որ մենք գույք ենք ձեռք բերել։ Սա կրկին ազդում է հայցակի ձևավորման վրա։ Հաջորդ հարցի եթե կարելի է արգել դարձնել։ Հարգելի հայցողներ, սասնացել 3 բնակարան 11-ը, ես ձերք է բերել 2010 նա հարցը սենց ձևակերպում էլի ձերք բերելուց հետո, 17 թվականի ձերք բերելուց հետո ես տարաժամկետ վճարում եմ կատարել վերջին փուլը, վերջին կտորը գումարի 836,000 դրամը 2020 թվականին։ Ու հայցադեյումից պարզ չի արդյոք դուք ես գույքը մասնակի ապօրինի ճանաչել 17 թվականի ձեռք բերման պահով, թե են վերջնավճարի վճարման պահով, որովհետև ըստ ձեր պահանջի վերջնավճարը վճարելու ժամանակ ես չեմ ունեցել այդքան բավարար միջոցներ։ Սասնացվեր Այդ չէ 19 հայցանինով 2017 թվականի վերլուծություն ձեռք բերում է 23.569,000 դրամով գնել սասնացվել երեք չեմ կազմական, որը հիմնավորել է եկամուտները միայն 22.539,000 դրամի չափով։ Եվ ևս մենք վճարում ապսակապետական իրականացնել է 2020 թվականի 936,000։ Այո, այդ բացում էլի։ Եվ այստեղ արդեն օրինական միջոցներ չեն եղել, դեպքը երկու վճարման արդյունքում գնահատվել է։ Որ բանից անավարվել ապօրինի ձեռք բերված այդ գույքը պարունակում են ամս 17 թվականի, թե 20 թվականի։ Որ վճարում, միայն 20 թվականի վճարումն է ապօրինի, ես Այ, մենք ունենք երկու կտոր վճարումների, 17 թվականին ունենք մեծ կտոր վճարումը, որ ունի ապօրինի մաս, 2.67%-ի չափով, և ունենք 20 թվականին վճարում մնացած մասը, այսինքն մնացած մասով ընդհանուր մնացած մասը ամբողջությամբ ապօրինի եկամուտներից է վճարվել և արդյունքում երկու վճարումների արդյունքում գույքը ապօրինի է 6.05%-ով։ Ճիշտ եմ ասում, 17 թվականի պարբերության մեջ 22.938,921 դրամ օրինականը ներառում է նաև 20 թվականի վճարումը։ Ոչ, չի ներառում, որովհետև 17 թվականի մասին է խոսքը Նորությունյան, դա դեռ 20 թվականին չէր կարող 17 թվականի, այսինքն 17-ից 20 թվականի 2%-ի չափով եղել ապօրինի, 20 թվականից հետո 6%-ի չափով, ճիշտ եմ հասկանում։ Այո, այո։
Այսքանից հետո եթե հարցեր ես ուզում եմ փոքր հարցերի, այսպես տրամաբանությունը ու ուրիշը փոխեմ։ Ճիշտ ասած, ես նախորդ նիստերում ասացի, որ որոշակի համեմատական վերլուծություն եմ իրականացրել նախորդ տիպ ներկայացրած հաշվարկների և պահանջի և ավելացված մասով պահանջի դեմ և որոշակի համեմատությունների արդյունքում ուզում եմ այսպես չկենտրոնանալով կոնկրետ գործակների վրա ընդհանուր մի հատ հասկանալ էլի։ Առաջինը պահանջներին եմ ուզում անդրադառնալ։ Մենք նոր հայտարարումով այդ մասին ասել ենք, դուք էլ պարզաբանել եք, ունենք նոր տեսակի պահանջներ, խոսքը իրավաբանական ազատ մասնակցության բաժանմասերի մասին խոսքը։ Ես կուզեի, որպեսզի մի հատ հայցողում ես ներկայացնի այդ փոփոխված տրամաբանությունները, այսինքն ավելացել ամեն նոր պահանջ շուրջ 10 գույքեր ավելացել, որոնցից եթե չեմ սխալվում 7-ը թե ավել է իրավաբանական ազատ բաժանմասերի բռնագծման պահանջը, որը նախկինում ներկայացված չի եղել։ Նախկինում ներկայացված եղել կոնկրետ իրավաբանական ազատ մասով փոխառությունների, տրամադրման փոխառությունների պահանջի իրավունքի պահանջ և փոփոխության արդյունքում այդ ընկերությունների բաժանմասերը նույնպես դիտարկվել են որպես ապօրինի գույք և առանձին բաժանմասը ներկայացվել է բռնագծման, պահանջը ներկայացվել բռնագծման։ Միևնույն ժամանակ ներկայացվել է նաև փոխառության հիմքով պահանջի իրավունքի բռնագծման պահանջը, այսինքն ոչ թե մի պահանջով փոխարինվել, այլ երկուսը զուգահեռ միաժամանակ ներկայացվել է։ Ուզեմ որպեսզի այս ոլորտում պարզաբանի այս փոփոխության էությունը ինչու է կայանում, դրա իրավական մասը ոնց է ձևակերպվում, հետագա արդեն արձագանքները կապված կլինեն պատասխանից։ Հարցը ասկունագիր Պարզերը մինչև է նախնական դատականիստի ոնտասնում արգել դատարան, մենք պարզաբանել ենք փոխառության պահանջի իրավունքան որ չի հիմնավորում օրինական եկան տրամադրումները դա առանձին պահանջ է, իսկ մասնակցությունները հիմնավորում են ենթադրյալ ներդրումները, որոնք իրականացվել են իրավաբանական անձանցում մասնակցություններում։ Այսինքն կային առանձին ներդրումներ և կային առանձին փոխառություններ, ու ներդրումների ապօրինի ունելու հիմքով բաժանմասը դիտվել էր ապօրինի, փոխառությունները դրա վրա ազդեցություն չեն ունեցել։ Նաև հաշվառելով են ենթադրյալ ներդրումները, որոնք կատարել են, հաշվառնելու, որ օրինակ կա շինարարության ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպություն, որ հիմնադրվել է կանոնադրական կապիտալում, օրինակ ներդրում կատարել է, ու մենք գտնում ենք, որ մենակ այդ կանոնադրական կապիտալում ներդրումը այդ կազմակերպության գործունեությունը չի կարող ապահովել, պատճառով մասնակցությունը իրավաբանական պահանջում դիտարկվել է ապօրինի։ Լավ, եկեք քանի որ շահանացնել է մի բան կազմակերպության օրինակով գնանք, հասկանանք ինչ է կարել, ինձ թվում է դրանից հետո պարզ կլինի, հա, եթե դեմ չեք, ես այդ դեպքում մեկ կազմակերպության օրինակ վերցնեմ։ Օրինակ, Լանեսկու ագրոն եմ ուզում վերցնել։ 2021 թվականին ուզում եմ, որպեսզի մենք գանք հայցադիմի 26-րդ էջը, երթող գնանք հասկանանք։ Հայցադիմի 26-րդ էջ։ 14-10-2021 թվականին Արմեն Սակավետոյանը 5000 դրամով ձեռքի բերել մասնակցություն Լանեսկու ագրո ՍՊ-ի։ Այս հարցը բազմիցս բարձրացվել է, ես կխնդրեի առաջին հերթին հասկանանք, սա դիտվել է օրինական, դիտվել է ապօրինի ձեռքբերում, որովհետև դրա վերաբերյալ որևէ տվյալ հայցադիմի գնահատական չենք տեսնում։ Հիմա, այստեղ գրված է 5000 դրամով ձեռքաբերվել Լանեսկու ագրո ՍՊ-ն, առաջի հարցը հետևյալն է, այս պահին ոնց է դիտարկվել։ Օրինական, կոնկրետ ձեռքբերում, այսինքն սա օրինական է դիտվել, թեև հայցադիմում նշված չի, մենք դիտենք սա որպես օրինական, ճիշտ է։ Հաջորդ պարբերությամբ նշված է, որ 4 օր հետո 18-10-21 թվականին նորմալ իր մրգաշատ համայնքում ընդհանուր 60 միլիոն կոչեր չեմ ասում, էլի,
60 միլիոն դրամով ձեռք է բերվել 4 հատ հողամաս, որոնք օրինական են, այստեղ գնահատականը կա։ Ինչի է մեզ սրա մասին խոսում, որովհետև հաջորդ նախադասության գրել է նշված գույքերը 04-11 2021 թվականին ներդրել է Վանեսկու ագրոսպորտին։ Հիմա գույքը, անշարժ գույքը օրինական է, մասով վրիպակ չի եղել, չէ՞, կներեք, բայց պետք է հարցնեմ, էլի։ Եթե վրիպակ չի եղել, հետևաբար սրանց ներդրումը Վանեսկու ագրոսպորտին ուզում եմ հասկանալ, այս ներդրմա գործարքը գնահատվում է թե չէ, դա իրենից օրինական է թե չէ, համարում, որովհետև ըստ էության այդ անշարժ գույքերի մասով սեփականության իրավունքը փոփոխվել է, ֆիզիկական անձից փոխանցվել է իրավաբանական անձի։ Հիմա ես ուզում եմ հասկանալ, ոնց է գնահատել այդ մասը, ձեր բարձրաբանում եմ ուզում հասկանալ։ Գույքի ձեռքբերումը ֆիզանցի կողմից դիտել եք օրինական, բաժնեմասի ձեռքբերումը ֆիզանցի կողմից դիտել եք օրինական, երբ որ ֆիզանց այս գույքը ներդրել է կանոնադրական կապիտալ քիչ առաջ դրա մասը կարծես թե խոսում, այդ գործակը ինչ եք դիտել, թե առանձին չեք գնահատել։ Օրինական գույքը ներդրվել է ընկերությունում։ Այսինքն օրինական գույքը, այսինքն այս ֆայլությամբ, երբ որ բաժնեմաս են ձեռքբերել, ֆիզանցով ձեռք է բերել գույքը փոխանցել են ընկերություն, այս գոհամոչ գործակների արդյունքը համարվել է օրինական։ Դա շարունակի։ Ըստ հայցի 4-րդ կետի էջ 34։ Չորրորդ կետ։ Չորրորդ կետը վերագրված է բռնականցման են ենթակա արվեստակապետարանի պատրանով հետևյալ ապօրինի ծագում ունեցող գույքերը։ 36-րդ էջում, չորրորդ կետի, գրված է 34-րդ էջում, ոչ թե 36-րդ։ OneSQ ագրոսպ ընկերությունում Արմեն Սարգսյանի պատկանող բաժնված ամբողջությամբ։ Եթե ձեռք են բերվել օրինական գույք։ Լավ, եկեք դա առաջ անցնենք, դա մեզ մասում ինչ բարձրաբանում կտակ։ Բաժնված ամբողջությամբ դիտել եք ապօրինի եւ հետագայ բռնականացման։ Սա այս գործարքների գնահատման արդյունքում է եղել թե այլ գործարքների։ Այլ գործարքների։ Լավ, այսինքն ագրոկենության տրամադրվել է նաև։ Հիմա առաջին ինքն ես հերթով կասեմ, ես հասկացա, որ խոսքը փոխանցումների մասին է ուզում խոսել։ Հիմա հերթով հարցեր կան, որ նաև ինքը էլի թե չկտրել։ Շատ լավ։ Եթե այդ դրա վերաբերյալ է խոսքը, գնանք հաջորդ հարցին դեպքում։ Դուք նույն էջում OneSQ ագրո սպայի բաժնված ամբողջության ուզելուց հետո հաջորդ պարբերությունում գրել OneSQ ագրո սպային տրամադրված 26 միլիոն 900,000 դրամի չափով փոխանցության պահանջի իրավունքը, ճիշտ է, չէ՞ կարծում, փակագծել ապօրինի 7 միլիոն 50 դրամ, իսկ անհնարինության դեպքում դրա արժեքը։ Ես խնդրում եմ ինձ պարզաբանել հայցի այս պահանջի փաստական եւ իրավական հիմքերը, ես հայցադիմի մեջ որտեղ կարող տեսնեմ, որտեղից է ձևավորվել այս թիվը, ինչ փոխանցումների մասին է խոսքը եւ ոնց է գնահատվել այս փոխանցումների օրինական ու ապօրինի։ Հատ այդ մասով կարող եք պարզաբանել։ Հələ չեմ ասում, հələ սպայի բաժնված մասին չեմ խոսում, ուզում եմ հասկանալ փոխանցումների ձեր այս փոխանցության գնահատման չէ որ հայցի հիմքում ես ոչ միտեղ չեմ տեսել կարող է բանում արել, վրիպել մենք խնդրել այդ մասը ներկայացնել, կարող է այսօր ներկայացնել։ Եթե կարող եմ ստացալ։ Կարելի։ Օրինակ 2024 թվականի վերություն Կասեք զուգահեռ ես զրելի բացեմ ինչն եք նայում։ 2024 թվականի վերություն տրամադրված փոխհարությունների բաժինը։ Չէ, ինչն եք, որ հաստատությունն եք նայում, որ ֆայլը։ Միջնորդություն։ Տեքստ է այսինքն։ Որ բաժինը, որ 2024 թվականի հունվար ապրիլ ամիսներին
Սաքապետոյանը այս մեկ SQ Agro-SP-ին տրամադրել է 3.120.000 դրամ, որից օրինականը 3.112.652 դրամ է։ Շատ, ես մեկ 24 թվականին տրամադրված փոխհարուցում, ճիշտ է։ թվական 3 միլիոնի շահ։ Կալորացված էլի։ Դուք 26.900 եք նշի, իսկ մնացածը որտեղ կարող տեսնենք։ Ես որ ասեմ անկետ միայն եք տեսել էլի։ Պարոն Բերբեր, մի հատ 26-րդ էջում ունեք նախավերջի բարբերություն։ 7 միլիոն։ Այո, դա է 7 միլիոն։ Ուղերջ։ Հասկացա, այս 20-ը 60-ը նայեցինք, մի հատ էլ էսի մոտ թվականը, 21 թվական, ճիշտ է։ 2021 թվականին ևս 7 միլիոն, այս 7 միլիոն լրի օրինական է, թե Ապոլոնիա ներողություն։ Այդ մասն է բան չկայ։ 21 թվականի 7 միլիոնը ամբողջությամբ օրինական։ Շատ է։ Դե այդ դեպքում ինձ խնդրում եմ ասել 26.900-ը ոնց է ձևավորվել, որտեղ էլ կարդամ, եթե չկա, ինչի չկա, արդյոք սա վրիպակա թե չէ, եթե վրիպակա, դրա ազդեցությունը ընդհանուր գործի մասով է, մասով աշխատանքային ֆայլից կարող եմ ասել 20։ կներեք ես այդ զուգահեռ բացեմ որ հասկանամ էլի, հա։ Աշխատանքային ֆայլին անցել։ Այսինքն այցելինում չկա, հիմա աշխատանքային ֆայլն է, ճիշտ է, այո։ Աշխատանքային ֆայլով ասենք, այցելինում մասը։ Մի վարքյան մի հատ բացում, մի քիչ դժվար է բացում, տելևիզիա չգիտեմ։ Շատ է, որն եք նայում, ամփոփը թե բանկը։ Նայեք, ամփոփով է կարող ենք տեսնել ընդհանուր տարեկան։ Իրար հետ անենք ու բարձր։ Հա, կարող ենք ամփոփով։ Ամփոփով փոխարինությունների տրամադրում պետք է կատարել։ Չէ, նպատակ մեկում one SQ Agro բանալեք, թող ամբողջը բերի ինչ գործարքներ կան։ One SQ Agro-ը բանալեցի, խփեցի, բերեցի։ Բերեց։ Այո։ Դա 835 տող, 852 տող, 910, 1023, 1153 տողեր, ճիշտ է։ Սա ամփոփս տարիների տվյալներն են, նշված է կոնկրետ ուժերը եւ բանկում կարող ենք նույն ձև Մի հատ հետո գնանք, ելի, այսինքն 21 թվականին ունենք 7 միլիոն, ես են 7 միլիոններ, որը քարնշված, ճիշտ է։ 22 թվականին եմ տեսնում եւս 1 միլիոն դրամ։ Հա, ճիշտ է։ Չէ, 22 թվականին մենք ունենք տրամադրում 3 միլիոն 130,000-ի, ապօրինի մասը ստաշվարկի 1 միլիոն։ Իսկ 3 միլիոն 130-ը ոնց ենք ստանում, անկանխիկ 1 միլիոն, ստեղ մի հատի կանխիկ 2 այս մասը բացատրեք ես։ Որ խնդրեմ գնանք բանկդաշտում արդեն բոլոր գործարքները կարող ենք Q սյունյակում նպատակ մենք շուտ վերնագրով, դերերի մենք SQ Agro ֆիլտրացիա իրականացել, բոլոր գործարքները կա, այստեղ ես տեսնում եմ բանկային կանոնի կազմող տեղեկատվությամբ եւ դիրքորոշմամբ ներկայացված տվյալներ։ Այդ վամեսկին մոտը ենք դրում Q սնապատակ սյունյակում, այո, նպատակ մենք վերնագրով Q սյունյակում, one SQ Agro-ի ֆիլտրացիաները, Դե ավելի շատ բերեց։ Դե այստեղ արդեն բոլոր գործարքներն են ըստ ամսաթվերի, պարոն Հարությունյան։ Այստեղ տողը սկսվում է 17,372 տողից է հենց բաժանված վերաբերյալ գործարքն է, հաջորդ գործարքը ունենք
18017 տողը, որը մանկային գաղտնիք կազմող տեղեկատվության հիման վրա է եղել, այստեղ 18018 տողը 21 թվականի հրավերով Օտարի բանկ, իսկ 18916-ը ձեր դիրքորոշմամբ ներկայացված տվյալն է, 21022 տողը ձեր դիրքորոշմամբ ներկայացված տվյալն է, որ հաշվառվել է։ Եվ մնացած, այսինքն ունենք տեղեկատվություն բանկային գաղտնիք կազմող տեղեկատվությամբ եւ դիրքորոշմամբ ներկայացված տվյալն է։ Լավ, հիմա ես ուզում եմ հիմա գնացիք ամփոփը։ Ամփոփում ֆիլտրացիայի արդյունքում այն տողում ես տեսնում եմ 26900-ը։ Սա է 26900-ն, որ հացադիվում ներառված է։ Ամփոփում 1169 տողի մասին է խոսքը։ Այո։ 1169 տողը սա հաշվարկից դուրս արդեն հաշվարկի տակ ամփոփված տվյալներն են։ Այո, դուք եք։ Այսինքն 26.900.000 փոխարինությունը, որը որ դուք դիտել եք, ես տեսնում եմ ստեղծների ես գործողություններ, որ հասկանայի, որ դա դրա մասին ճիշտ է խոսքը։ Հիմա ուզում եմ սրահապորինի մասը հասկանամ։ Սրահապորինի մասը, նայեք, 21 թվականի ամբողջությամբ օրինական է, 22 թվականի փոխանցման 1 միլիոնն է ապօրինի մաս, 23 թվականի ընդհանուր փոխանցման 6 միլիոն 50,000 դրամն է ապօրինի մաս եւ 24 թվականի փոխանցված գումարի 7348 դրամն է ապօրինի մաս։ Մանրամասն փոխանցումները արդեն հասկացա։ Այսինքն երբ 4-րդ հետգրանք հայցադիմում, հա, հայցադիմի 4-րդ կետ իջարաջ խոսում էինք մենք, որ ջերմիկրակի անասը 34 Էջ 34 նորից հետ եկանք ըստ երբ որ վերել եք բանեցուսոպրին դրամադրված 26.900 դրամի չափով փոխարինության պահանջի իրավունքը ապօրինի 7.5340 նկատի եք ունեցել այս թվեր, այսինքն ունենք փոխարինության դրամադրված փոխարինություն 26.900 չափով, որից 7 միլիոնն ապօրինի ըստ ձեր հաշվարկների։ Այո, շատ լավ։ Այդ դեպքում վերջապես ուզում եմ գալ հայցադիմունի խնդրամաս։ Մնանք խնդրամաս։ Հայցադիմի խնդրամասը ձևակերպված է այսպես։ Էջ 38։ Արմեն Սակապետյանից դեր դերասան բռնական ձեր առաջին ճիշտ է եւ Մարիանա Մկրտչյանից Օգուտ Հայաստանի Հանրապետության որպես ապօրինի zakon ունեցող գույք բռնական ձեր 38 էջ Մանիսկու ագրոս ներողություն առաջին երրորդ պարբերությունը վերելից Մանիսկու ագրոս ընկերության պատկանող բաժանված ամբողջությամբ երկու տողներ ներքև Մանիսկու ագրոս տրամադրված 26.900 դրամի չափով պահանջի իրավունքը իսկ անհնարինության դեպքում դրան համարժեք դրամ։ Այն հարցը սրան է վերաբերում, երբ որ ես ամենասկզբից ուզում եմ հասկանալ իրավաբանական համասը։ Ոնց է ստացվում, որ բաժնեմասի ձեռքբերումը ֆիզանցի կողմից օրինական է։ Անշարժ գույքը, որը որ գնվել եւ ներդրվել է կանոնադրական կապիտալ օրինական է։ Տրված փոխանցումը 26.900,000-ից միայն 7 միլիոնն է դիտել ապօրինի, բայց պահանջում եք ամբողջ բաժնեմասը, այսինքն ամբողջ ընկերությունը իր անշարժ գույքով, իր ամեն ինչով եւ 26.900,000-ի փոխանցության պահանջի իրավունք, այսինքն նաեւ օրինական փոխանցության պահանջի իրավունքը։ Այս տրամաբանությունը, որ ինձ բացատրեք, մեզ շատ հեշտ կլինի հետագայում բան։ Այս նմանատիպ բան բոլոր իրավաբանական հանձնարարական, պրոստը մենք իմ ասող ուզեցի օրինակը վերեմ, կպահվածատրեք այդ մասին հատ հասկանանք, ես չեմ կարողանում նկատեմ անկեցից։ Փոխարինությունների տրամադրության ինքնին այդ փոխարինությունները չեն հիմնավորվել վայրացակի շրջապով օրինական եկամուտներով։ Կոնկրետ ես ասում եմ, այս կարգոյում տրամադրված մոտավորապես 7 միլիոնի չափով չեն հիմնավորվել։ Դրանք դա ներառված է պահանջում։ Առանձին պահանջով ներկայացում է։ Իսկ մասնակցությունը հաշվառելով որ այդ միջոցները ներգրավել են կազմակերպությունում,
եւ ըստ էության ընկերության մասնակից է ընկերությունում ներդրում է կատարել փոխառության ձևով, այսինքն ինչ որ չափով օրինական եկամուտներ չհնարով դրամական միջոցներով ապահովել է ընկերության գործունեությունը, այդ պատճառով է առանձին նաեւ ընկերության մասնակցություն բռնագազման պահանջ է ներկայացվել։ Կներեք, եթե 7 ճիշտ եմ հասկանում, որ ցանկացած դեպքում, եթե փոխառություն ընկերությունում տրված փոխառության թեկուզ եւ 1 դրամը լինի ապօրինի, ամբողջ ընկերության ակտիվը դատախազությունը պետք է բռնագանձի, այդ թվում նաեւ այնտեղ գտնվող օրինական բոլոր տրամադրված միջոցների նկատմամբ իրավունքները, անշարժ գույքերը, որոնք որ այդ չեք կարող ասել իմ այդ մի դրամը ինչի վրա է ծախսվել օրինակ, չգիտեմ, կարող է մի դրամով աշխատավարձ օրինակ ուղղել աշխատողի, էլի էական չի դա։ Ես մոտեցում եմ ուզում հասկանալ, եթե մենք ունենք ապօրինի տրամադրված փոխառություն եւ մինչ այս պահը, մինչեւ այս պահը, One is probably մասով արմենսակապետային կոմիս տրամադրված փոխառությունների ապօրինի հատվածի պահանջի իրավունք էր ներկայացված այդպիսի պահանջ, այցելի մեզ դրան ներկայացված այդպիսի պահանջ այցելի մի փոփոխությունով եւ վերջի փոփոխությունը, որը որ դուք եք բերել ներկայացրել, այդ պահանջը փոփոխվել է ամբողջությամբ։ Պահանջի իրավունքը ամբողջ փոխառության մասով է ներկայացվել, ի տարբերություն նախորդ ներկայացված երկու պահանջների, որոնք բացառապես ապօրինի հատվածին են վերաբերում, եւ նախորդ պահանջներով չի եղել բաժնեմասը, եւ այս պահանջով հայտնվել է բաժնեմասը ամբողջությամբ։ Ես ուզում եմ դրա իրավական եւ հասարակական հանգամանքը հասկանալ։ Խոսքը վերաբերում է միայն 7 միլիոն դրամ ընդհանուրի մեջ եղած փոխառության տրամադրմանը։ Այն պայմաններում, երբ որ դուք գնահատել եք, որ 60 միլիոնի ակտիվ այդ ընկերությունում մտել անշարժույթի տեսքով, որը օրինական է, ֆիզիկական անձ օրինական 60 միլիոնով բունկերը անշարժույթ, բերել Կանոնադրական կապիտալ դուք ասել եք, էսի օրինականը քիչ առաջ էլ հաստատեցիք այդ ներդրումը օրինական է եղել։ Բայց քանի որ ձեր աշխատող 7 միլիոն դրամ ինքը չի ունեցել, այդ ամբողջը երկու պետության բռնագազվի։ Այսինքն օրինական ամեն ինչ բռնագազվի, ես այս եմ հասկանում։ Ու տարակուսակցել դրանով, որ դու չեմ կարողանում որևէ ձև հասկանալ դրա տրամաբանությունը կամ միտքայից խնդրում եմ այդ վերի բացատրել։ Տրամաբանությունը ասացի բան փոխառության պահանջի իրավունքը, որը ներկայացվել է, քանի որ այդ միջոցները փոխառության տրամադրման պահին չեն հիմնավորվել։ Ամբողջն է ներկայացեք 26 միլիոն հիմնավորված մասնակցությունը պայմանավորված են հանգամանքով, որ ընկերությունում ներդրվել են դրամական միջոցներ, որոնք այսպես ասած սևացրել են ընկերության գործունեությունը, այսինքն այդ միջոցները ապահովել են ընկերության գործունեությունը։ Նաև այդ ենթադրյալ ներդրումները, որոնք իրականացվել են ընկերությունում, հաշվառելով այս ամեն ինչը, ընկերությունում մասնակցությունը դիտարկվել է ապօրինի եւ բռնագազման պահանջ է ներկայացվել։ Մասնակցության մասով հասկացեք, իսկ այն սևացնելու մաս ուզում եմ անցնեմ, որը արձագանք չկամ հազիվ ինձ զսպում, բայց ուզեի հասկանալ պահանջի իրավունքի այդ դեպքում 26 միլիոն 900,000-ի պահանջի ներկայացնելու տրամաբանությունը, որն է, եթե դա օրինական է եղել 7 միլիոնի չափով միայն ապօրինի եղել է դեպքում մասնակցությունը ինչ-որ մի բան ասեցիք, հասկացեք, հիմա 26 միլիոն 900,000-ի մասը ոնց է։ Այսինքն այս դեպքում ապօրինի օրինական էական չի։ Ինչքանով որ կհիմնավորվի ապօրինությունը, այդքանով բռնագազվի։ Չգեր պահանջի նրանց 26,900։ Դուք պնդում եք ամբողջությամբ, պարոն Միրան։ Բայց վստահ չեք ամբողջ 26 միլիոն 900,000 դրամ փոխառության պահանջի իրավունքը բռնագազման ենթակաների հիմնավորվածության մեջ։ Դուք վստահ եք թե ոչ։ Այո, արգելյալ։ Մի հարց է, ներողություն պարոն, ստիպված եմ հատել, այստեղ ապօրին ծագում ունեցող գույքը օրենսդիրը սահմանել է որն է, նշված է, որի ձեռքբերումը սույն օրենքում նախատեսված կարգով չի հիմնավորվում օրինական եկամուտներով։ Ձեռքբերումը։ Հա ես ուզում եմ հասկանալ, բայց որի պահանջի հիմքում դրված փաստական իրավական հիմքերը, ինչպես նշեց պարոն Հարությունյանը, One SQ Agro ՍՊ բաժնեմասը ամբողջությամբ ապօրինի համարելու եւ բռնագազման պահանջ ներկայացնելու։ Ձեռքբերումը եղել է 5,000 դրամով
2021 թվականի հոկտեմբերի 14-ին։ Այո, Ինչպես է հայցվորը դիտում ներդրումները որպես ձեռքբերում հույքի, ասեք ներդրումները 5000 դրամով հիմնավորվել է, այլ ներդրումներ կամ որոնք ևս հիմնավորվել է, փոխհատուցումների մասով չի հիմնավորվել, ավելի դատարան, փաստական հիմքը սա է։ Ինստա չէ, ուղղակի հենց այս պահի մասով է, երբ մեր դիպորոշում հստակեցնում են հատան միջնակցությունը, պահի ներկայացուցիչ, այդ ձեր ընկալման կա, ալուտի շրջանակներում 7 միլիոն դրամ ապօրինի հույքը պետությանը վերի, որպես հետևան, օրինակ, 500 միլիոն դրամ համարժեք արժեք ունեցող հույք։ Ոնց է դիտարկում, հենց հնարավոր է։ 7 միլիոն դրամ ապօրինի ծագում ունեցող հույքը, որը որ պետությունը դիտարկում է ապօրինի։ Դրա հետևանքով կարա հատուցում ստանա պետությունը, վերջնացուցում մոտավորապես 500 միլիոն դրամ։ Դրանից ստացվածը, այսինքն ուղղակի կապ կա իրավիճակը 7 միլիոն դրամ ապօրինյա, դրա հետևանքով բռնականացումը 500 միլիոն դրամ, ընդհանուր պայմանական 500 միլիոն, կարող մի քիչ ավելի լինի կամ մի փոքր պակաս։ Օրինակ, ըստ ձեր ուսումնասիրությունը այդ նպատակն է հետապնդում, պետական շահի պաշտպանությունը, 7 միլիոնի հետևանքով պետությունը պետք է ակնկալի մոտավորապես 500 միլիոն դրամ օրինական գույքի բռնականացման, այդ հավակնությունը նորմալ է, եւ եթե նորմալ է, որ իրավահարաբերության կամ որ կարգավորման կոնտեքստում հետազոտվում։ Ապօրինի ծագումով գույքի բռնականացման մասին օրենքի, որտեղ ասում է գույքի ոչ օրինական եկամուտներով չի հնարավոր գույքի ստացվածը եւս ապօրին։ Այդ դիտարկումը ստացված, այսինքն հաշվառելով որ փոխհատուցության գումարները որոնք չեն հիմնավորվել, օգտագործվում են կազմակերպության գործունեություն ապահովելու համար։ Հարգելի նախագահ, ես մի հատ միջնորդություն ունեմ, որ Վերջում հնարավորություն կտամ Ես ուզում եմ հատ ուրիշ շարունակելով ես միտքը։ Ստիպված ուզում եմ անդրադառնամ մեր ներկայացված պահանջների, Հովհաննես ագրոյի մասով պահանջների պատմությանը։ Իմ մոտ է ուրեմն սկզբնական հայցուն փոխհատուցումների մասին է խոսքը։ Պահանջներն եմ էլի վերլուծել։ Սկզբնական հայցում վան SQSP-ին տրամադրած փոխհատուցության չվերադարձված մասի 47 միլիոն 90 հազար դրամի ապօրինի մասը գնահատվել է 1 միլիոն 808 հազար 222 դրամ։ Սա սկզբնական հայցն է, SQS-ին տրամադրված փոխհատուցում։ Այսինքն ապօրինի է մտվել 1.808, հետո այս ինքի ավարակայի փոփոխության արդյունքում, երբ որ որոշ կանոններ նվազեցրել են, վան SQS-ի տրամադրված փոխհատուցության չվերադարձված մասը նշվել է 26 միլիոն 900 հազար դրամ։ Բայց ապօրինի մաս դիտարկվել է 2148 դրամ։ Եվ վերջում ունենք այս պատկերը, ինչի մասին որ խոսեցինք։ Այսինքն 26000-ը 7 միլիոն։ Ես ուզեմ հասկանալ, այս փոփոխությունների համար ինչ փաստական տվյալներ են փոխվել, որ այս փոփոխություններն այսպես էական մեր համար հասկանալի համեմատաբար պատկեր են ստացվել։ Ունենք սկզբնական հայց, փոփոխություն եւ վերջնական հայց։ Այն փոփոխությունները կարող չանադառնանք, չեմ ուզում դրա մասին նույնիսկ լսեմ էլի այս ՍՊ-ի մասին։ Հիմա այս պահանջի իրավունքների այս հարաբերությունները ինչ փաստական հանգամանքներով պայմանավորված են, որ փոխվել են։ Իշխանությունը ներկայացնում է փոփոխություն թույլատրելու, նշվել է թե ինչն է ընդունվել։ Քիչ առաջ արելի ու ինչն է հաշվարկի վրա ազդել, սահմանադրական դատանի որոշումը եւ այլ հանգամանքներ, որոնք քիչ առաջ մենք հավաստիացանք իրար հետ։ Բոլորս միասին, որ ձեր միջնորդության մեջ փոխհատուցության պահանջի իրավունքները որևէ փաստակ կա եւ իրավաբանական տվյալ չկա։ Հետևաբար երբ որ դու ստացվեց։
Ինչ է ցույց տվեցի։ Փոխարինության մասով։ Որտեղ 26 միլիոնին դար, դուք Excel ֆայլով ցույց տվեցի։ Հայցակցումը եւս ցույց տվեցի։ Պարոն Մելոյան, կարող է ես եմ անուշադիր եղել։ Հայցակցում երկու դե եկեք այդ հնարավորություն բացի կարող է դուք եք խեղաթյուրում հասնել, ոչ թե ես եմ անուշադիր, որովհետև երբ որ մենք նշեցինք, մենք տեսանք, որ ձեր հայցակցում գնել եք ավարտել հարցս։ Ձեր հայցակցում դուք նշեցիք, որ 2024 եւ 2021 թվականներին 3 միլիոն եւ 7 միլիոն դրամի մասի փոխհարուցման մասը նշված։ Մնացածի մասին նշված չի հայցակցում։ Ընդհանրապես չեք վկայակոչել հայցակցում որևէ հաստատական հիմք։ Ասում եմ, այդ մասով հաստատական հիմքերը հավաստիացել, որ չկա։ Հիմա 26 միլիոն 700,000-ի հաստատական հիմքը դուք ինձ ներկայացրեցիք։ Կարո՞ղ ներկայացրեք։ Պարոն Հարությունյան, դուք ասում եք ընդհանրապես հայցակցում չկա ներկայացած։ Լավ, 10 լավ մասնակից չկա, մասնակից չկա ներկայացված։ Համենայն դեպս որպեսզի ես ամբողջական պատկերը ստանամ, իմ հարցի իմաստը դա, երբ որ դուք ասում եք հայցակցում, այդպես իմ հարցին պատասխան եք տալիս, ասում եք միջնորդություններում ներկայացված է, վառ օրինակով մենք հավաստիացանք, որ միջնորդությունը կարդալով ես չեմ կարող դա տեսնել, որտեղ այդտեղ ներառված չի, կոնկրետ այս դեպքում։ Հիմա երբ որ ես հարցում եմ, ասում եմ նախորդ երկու պահանջների տարբերությամբ հաստատական եւ իրական հիմքերը ինձ պարզաբանեք, հղու մի արեք, որ ընդեղ գրված է, գնա կարդայել, ինչ ես կարող կարդաս մոտորապես ես, որովհետև մենք համոզվում ենք, որ ինչ որ դուք գրել եք եւ ներկայացրել եք, պատշաճ չի, հետեւաբար գոնե խնդրում եմ այստեղ այդպիսի պատասխան մի տվեք, ինձ էլ ասեք անուշադիր եք, կարող է անուշադիր եք, ուշադիր կարդացեք։ Խնդրում եմ այդ դեպքում պարզաբանեք այդ հաստատական հանգամանքների տարբերությունները որոնք է, որ այդպիսի տարբերություններ առաջ եթե չեք կարող պատասխանել, ասեք չեմ կարող կամ չեմ, հաջորդիստի մճշտենք ասեք։ Պարոն Հարությունյան, հարցին ես այդ հարցին պատասխանել եմ, թե ինչ հաստատական հիմքերի տարբերություններ կան։ Ներդրումներ, փոխհարուցումներ եւ այլն նոր գործարքներ են իհայտ եկել, որ վերանայել եք այդ գործարքների որը միջնորդությունը քննարկելիս նշվել է թե ինչ հանգամանքներով է պայմանավորված եղել, օրինակ փոխհարուցման պայմանագրեր են ներկայացվել, որոնք իրավասու մամուլից արժանանալով չեն դիտարկվել։ Ու այդ դրանով պայմանավորված օրինական եկամուտներում չեն ներառվել։ Արժանանալով չեն դիտարկվել տարբեր պատճառներով, քանի որ բանկային գործարքներով է եղել օրինակ, ու բանկային գործարքում չի երևացել, որ այդ օրինական հիմքը եղել է օրինակ փոխանցման փոխհարուցումը։ Փոխհարուցումներ կան, որոնք որ օրինակ այն ժամկետում ներկայացվել, որոնք որ պիտի հայտարարվեն, չի հայտարարվել։ Փոխհարուցումներ կա, որոնք որ անկախի գործառույթների մասին օրենքը գործել է, եւ փոխհարուցումը տրամադրվել է կանխիկ, այսինքն տրամադրումը վերադարձել կանխիկ եղել, այդ պատճառով արժանանալով չի դիտարկվել։ Ու էլի հանգամանքներ կան։ Դա այն մեկ բնդումներ, որ նախկինում թեև արժանահավատ է դիտվել, բայց հետո ներկայացուցիչ փոփոխությունից հետո վերագնահատումը տեղի ունեցավ։ Այն նշված հանգամանքներով պայմանավորված։ Պարոն Հարությունյան, ձեր հարցը։ Արմերը նշում եք 7 միլիոն դրամը սևացրել է ընկերությունը։ Ես իմ գնահատականն երևակայական բառեր են, խնդրում եմ առարկայական կոնկրետ մեկ երկու ընկերության օրինակով ասեք, ինչպես է սևացրել 7 միլիոն դրամ ենթադրյալ ապօրինի փոխհարուցումը ընկերություն։ Պարոն Սահակապետյան, հարցը պատասխանեցի։ Այդ միջոցները դրամական, որոնք ներգրավել են, ներդրվել են կազմակերպությունում, օրինական եկամուտներով չէին ավելված միջոցներ են եղել, որոնք օգտագործվում են կազմակերպության գործունեությունն ապահովելու համար, դրան։ Սևացնելը դա ոչ ֆինանսական կատեգորիա է, ոչ իրավական, դες ում հասկանամ։ Հիմա կներեք հաջորդ հարցը ստանալ։ Դուք ընկերության գործունեությունը մեկ երկու ուսումնասիրել եք, արդյոք ունեք տվյալներ այդ ենթադրյալ ապօրինի միջոցների օգտագործման վերաբերյալ։ Կա արդյոք որևէ տեղեկություններ այդ ընկերության սեփական կապիտալի, օրինակ վերել, եթե գումարը տրվել է ընկերությանը, ընկերությունն էլ երրորդ անձի փոխհարուցում է տրվել, այսինքն ընկերության հիմնական գործունեության հետ ուղղակի առնչություն չի եղել։ Այդ դեպքում ոնց կգնահատեք։ Դուք ունեք այս փաստական տվյալները, թե չէ։ Կազմակերպության վերաբերյալ փաստական տվյալներ ունենք, որոնք որ համապատասխան կլինեն կհետազոտեն հաշվետվությունները։ Կազմակերպության։ Իսկ ինչի՞ն չեք մաչեք հետազոտել պահանջիկները։
ներկայացնում։ Խոսքը վերաբերում է համապատասխան փուլում ապացույցների հետազոտմանը, պարոն Սահակապետյան։ Պարոն Մերյան, ստացվում է Ապացույցը կներկայացվի, կվկայակոչվի ինչ փաստ է հաստատվում ու կգնահատվի։ Ստացվում է, որ ընկերությունում ներդրվել է, եթե օրինական մասը փոխառության համարենք 20 միլիոն դրամ, մոտավորապես եմ ասում, եւ ներդրված հողի արժեքը ներդրման արժեքը 90 միլիոն դրամ, ստացվում է պարտավորությունները թողնում մի կողմ, դուք 110 միլիոն դրամ ակտիվ ունեցող ընկերությունը ամբողջը պահանջում է, որովհետև 7 միլիոն դրամ ենթադրյալ ապօրինի փոխառություն է տրվել ու ձերասիրով սևացվել է ընկերությունը, ճիշտ եմ ասում։ Փոխառություններ եւ այլ ենթադրյալ ներդրումներ, որոնք կարող են կատարված լինել ընկերությունում։ Խնդրում եմ բացահայտեք, որոնք են այլ Համապատասխան ապացույցներ ներկայացվում պարոն Սահակապետյան, հաշվետվություններ են ներկայացվել դատարանը, որոնք որ ապացույցների հետազոտման փուլում գնահատվել են։ Պարոն, պահանջի ներկայացնում է պահանջի հիմքը։ Պահանջի հիմքը ես ասեցի պարոն Սահակապետյան, Որն է։ Կատարվել են ընկերությունում ներդրումներ, որոնք չեն հիմնավորվել օրինական եկամուտներով, ու այդ պատճառով ներկայացվել են ընկերության մասնակցության բռնագծման պահանջ։ Իսկ որ ասացիք ներողություն ենթադրյալ ներդրումներ, խոսքը ոչ միայն ձեր կողմից տվյալներով ստացված տվյալներով բացահայտված ներդրումներն, այլ նաև դուք պնդում եք, ունեք համոզում, որ կան եղել են այլ ներդրումներ, որոնք որևէ ձևով արտահայտված չեն տվյալներով։ Որոնք իրավասում անհայտնի չեն եւ պետք է իրական ներդրումները կատարված լինեն ընկերության գործունեությունը ապահովելու համար հաշվառելով այդ կազմակերպությունը ինչ ունի։ Իսկ կար համոզմունք, որ այդ ենթադրյալ ներդրումները օրինական միջոցներով չեն հիմնավորվում ու կատարվել են պարոն Սահակապետյանի կողմից։ Քանի որ կոնկրետ թվային տվյալներ չկան, ինչ չափով ներդրում են, դրանք հաշվարկում չեն ներառվել, որպեսզի գնահատվեն օրինական են թե ապօրինի։ Իրավասում այն մարմնի դեռ հայտնի չեն, որ հայտնի չեն, ոնց է պնդում անում, հաստատապես որևէ փաստ է արկայության վերաբերյալ Եթե որևէ փաստի մասին տեղեկություն չունեք, ոնց եք դրա հակառակը կանից է դիտարկում, որ արկա է։ Ենթադրություն 5000 դրամ տրամադրվել կանադրական կապերում, ներդրում է կատարվել, մոտավորապես 200 միլիոն չափով մասնակցություն ձեռք է բերվել ու 4 հողամաս է ներդրվել կազմակերպությունում, այսինքն այդ կազմակերպությունում ներդրումները այսքանով սահմանափակվեցին։ Մի հարց եք տալիս, դա ինչ է, ռետորական հարցապատասխան։ Ռետորական հարց։ Ու դուք ինչ եք ակնկալում։ Ձեր ուսումնասիրության հետ ինչ կապ ունի ձեր կարգավորած փաստը։ Փաստը կապ ունի, որ կազմակերպությունում ներդրումներ էլի կատարվել են, չի կարող միայն Հաստատակի ենթադրում եք, որ կատարվել են, բայց այդ նման ձեր ուսումնասիրության շրջանակներում այլ ներդրումներ կատարելու վերաբերյալ փաստեր ձեռք չեք բերել։ Հաշվետվությունները կներկայացվեն։ Ինչ հաշվետվություն։ Կազմակերպության վերաբերյալ հաշվետվությունները, որոնք որ Դուք մտածում եք, որ հարկային հաշվետվությունները վկայում են ներկայացված հարկային հաշվետվությունները կատարված ներդրումների մասին։ Ներկայացված հաշվետվություններով ու Երևան են դամուշ տվյալներ, այլ ոնց ասում։ Չէ, ախր հիմիկ գիշտս երկրակի իրավիճակում ենք, այսինքն կոնկրետ դուք վստահ չեք ձեր պնդման մասով, ուղղակի գիտեք, որ գյուղատնտեսական գործունեության զբաղվելու 4 հողամաս միայն ներդրել են կազմակերպությունում բավարար չէ։ Այլ քիչն է բավարար բաները։ Պարոն Սահակապետյանը ավելի լավ պատասխան ձեր արժանիքն հետ ոլորտում։ Պարոն Սահակապետյանը հետո պատասխանի է, դուք եք այդ Պարոն փաստը 4 հողամաս միայն ընկերությունները դեռ բավարար է գործունեությունը ապահովելու համար կազմակերպությունում։ Անհրաժեշտ են այլ ներգրաված միջոցները, հարգելի դատարան, բացահայտել պարոն Մերյանի համար, ուրեմն պետական աջակցության ծրագրում ընկերությունը վերցրել է վարկ, ներգրավել է վարկային միջոցներ, վարկային միջոցների հիման վրա կատարել է ձեռքբերումներ, հիմնադրել է այգի եւ ոչ միայն մեկ էսկագրոյում, ալմունդ ագրոյում, եռայում եւ այսօր այս ձեր վարկագծով, պարոն Մերյան, դատախազության վարկագծովի նկատում եմ բաժնված ամբողջությամբ արգելանքի վերցնելու, դուք ամբողջությամբ խաթարել եք պետական աջակցությամբ տրված ողջ ծրագիրը, պետական աջակցությունը սուն ծրագրերում կազմում է
վարկը կազմում է 3 միլիարդ դրամ պետական աջակցություն, դրան համապատասխան տոկոսատունիքները։ Այսօր դուք այն վիճակին եք վերել հասցրել, որ ԵՌՍՊ-ի վարկի տրամադրումը բանկը կասեցրեց 2024 թվականին, հետո երկրորդ միջնորդության ներկայացնելուց հետո արվելյանքները դուրս գալուց հետո վերսկսեց, ուղղակի ֆիզիկապես 24 թվականի դեկտեմբերից մինչև մայիս ամիսը մենք ապրիլ ամիսը չհասցրեցինք ամբողջությամբ աշխատանքները կատարենք, ծառատունքը կատարենք, ծառատունքը չկատարեցինք, այսօր էկոնոմիկայի նախարարությունը եկել է սուբսիդիաներ է ուզում 15 հեկտարի վրա ծառերը տնկված չլինելու հանգամանքով, որը որ ուղղակի հունիս ամսին ֆիզիկապես վիճակի չենք տնկելու, հիմա ենք տնկելու մարդկանցից պարտ վերցնելով, փող խնդրելով, որպեսզի այդ ամբողջը չկորի, թե պետական ներդրած միջոցները, թե մեր ներդրած միջոցներն ու ժամանակը։ Ես ավելին ասեմ, այս վարկածով, այս կոնտեքստում ես հայտարարում դատախազությունը խրում է իր բիզնեսները։ Պարոն Սահակապետյան, իսկ այդ պետական աջակցության բացիկ եւ վարկային միջոցներ 3 միլիարդ դրամի ներգրավում է։ Այո, 1 միլիարդ բազաբանը հարուր դատան, 1 միլիարդ շուրջ 600 միլիոն դրամ ամբողջ Արմոն Ագրոյի ծրագրի գումարն է, որտեղ նաև այցելել են Հանրապետության վարչապետը, էկոնոմիկայի նախարարը, մոտ 1 միլիարդ 400 միլիոն, եթե չեմ սխալվում, նախագծի շրջանակներում ներդրվել եւ 180 միլիոն դրամ մեկ եսկա Ագրոյի դեպքում, որտեղ փոքր է այս այգին, ընդհանրապես ներդրվել է, այո, վարկային միջոցներ 180 միլիոն դրամ, մինչև ձեր ուսումնասիրության հավաքման պարաշուտ 30 միլիոն դրամ ներդրվել է փոխարոն միջոցներով ոչ միայն իմ կողմից, այլ նաև եղբորս կողմից, ես իմ եղբորս ունեմ հարաբերությունները, ինչքան ես կներդնեմ, ինչքան ինքը ներդնեմ, ինչքան ինքը իր ժամանակից կներդնի, դա արդեն սույն վարույթից դուրս է։ Բայց դուք նույն վարկագծով ձեր, պարոնները, ուղղակի ռեկետ եք իրականացնում եւ խաթարում եք ամբողջ այս գործունեությունը։ Բայց եթե սևացրել է փոխարինությունը, ընկերությունը, Արմենիակ ՍՊ-ի բաժնի մասին չի չեք ուզում, մտել 25,000 դրամ փոխարինություն են տվել ու գնահատել եք ապօրինի։ Բայց այդ ո՞նց է լինում, որ այն ընկերություններում, որտեղ որ մի քիչ մեծ է փոխարինությունը, սևացրել են, բայց 25,000-ի դեպքում երևույթ են քննարկում, թե չա։ Արմենիակին դեռ կանրադառնանք, պարոն Սահակապետյան, բայց հարց կար այս One SQ Agro-ի հետ կապված, այ 180 միլիոն պետական աջակցության, դա պետական աջակցության շրջանակներում էր, մասին խոսվեց, պարոն Մերյան, նաև, եթե չեմ սխալվում, հայցյակողման միջոցի վերացման միջնորդության քննարկման շրջանակներում դատարան հայտնի է դարձել, որ հանրամատչելի աղբյուրներում կային այդ պետական աջակցության մասին տվյալները, դրանք բաց աղբյուրներում կային, դրանք դատախազությանը հասանելի եղել են ուսումնասիրության շրջանակներում, կամ հասանելի արդյոք չեն եղել, որ դրանց անդրադարձ չի կատարվել, թե անդրադարձ կատարվել է, բայց հայցում նշված չի։ Ոչ արդեն դատարան։ Որտեղ դուք ներդրումները, ես ինչպես հասկանում եմ, ոչ հասանելի չի եղել, չեք ուսումնասիրել։ Դուք համարել եք, որ միայն անձնական ինչ-որ ներդրումներ են եղել, որոնք ընդ որում ձեր ստացած տվյալների մեջ էլ արտահայտված չեն եղել, նշում եք, որ ենթադրաբար պիտի որ ներդրումներ կատարված են։ Ուրեմն դատարանից դուք դեռ մի նախադասություն ես այս թեմայի հետ կապված ասեմ, նախորդական լիստին պարոն Մերյանը խնդրեց, որ MSQ Agro-ի բաժնեմասի իրական բաժնեմասի դիթոսային բաժնի տիրոջ վերաբերյալ իրենք տեղեկություններ չունեն։ Հայտնում եմ դատարանին, որ 2024 թվականի մայիս ամսին մեր կողմից գլխավոր դատախազությանը ներկայացված դիրքորոշման գիծերում ներկայացված է եղել MSQ Agro ընկերության բաժնեմասին վերաբերող բոլոր փաստաթղթերը մեր ստորագրությանը։ Հետևաբար 2025 թվականի նոյեմբերին ներկայացվող միջնորդության մեջ պահանջ ձևավորել է, այսի որ խոսացին դմբիկով, պահանջ ձևավորել է, որ երրորդ անձին պատկանող ընկերությանը իմ կողմից 7 միլիոն դրամի ենթադրյալ ապօրինի փոխարինություն տալու հիմքով երրորդ անձին պատկանող ընկերությունը պահանջել է,
Ներեք, ես որակում եմ ռեգի։ Պարոն Սապատեկյան, Այո։ ոսկե վերաբերում ես լրացուցիչ դիրքորոշմանը, 24 թվականի մայիսն նշվեց։ այդ դիրքորոշման մեջ Արմեն Կատարյանը նշվել է, որ փոխանցվել է երկրորդ, սակայն նրա կից ներկայացված նյութերում այդպիսի տվյալներ չկան, այսինքն չի ներկայացվել ոչ ռեգիստր, ոչ այլ պայմանագրեր։ Իսկ դիրքորոշման ուսումնասիրությունից հետո դուք ռեգիստրի էլեկտրոնային տարբերակով ռեգիստրից ճշտեցիք իրական փոփոխություն եղել է թե ոչ եւ փոփոխություն եղել է, բայց հարցումները իրականացնենք, ներկայացնենք ու համապատասխան անհրաժեշտ դեպքում այդ փոփոխություն իրականացնենք։ Նախորդիստին այս հարցում արել եք պարոն։ Հարցումը դուք ասացիք բաժնեմասի ճշտման վերաբերյալ հարցում արել եք, ասացիք փոփոխություն պիտի իրականացվի այդ ստացվող տվյալների։ Դուք ասացիք հարցումը արել եք, դատարանը ձեզ հարցեց, երբ ասացիք ես բան չեմ հիշում, հաջորդ նիստում ճշտենք ասել։ Բաժնեմասի փոփոխության վերաբերյալ հարցում Անցած նիստին ասեցի։ Երբ եք արել այդ հարցումը։ Լավ, ասում եք գիծերի մեջ չկա, բայց կա։ Չկա։ Լավ չկա։ Այսինքն ներողություն խնդրում, այսինքն տեքստի մեջ գիծ գրած է, բայց գիծ չեք ներկայացրել ձեր հայտարարությունները։ Նշված է գիծ 20 թեր։ Դե գրածը բաժնեմասի նվիրատվության պարագայում Հա, նյութերում չկա, բայց միշտոցից կարող է հարցը երբևէ ոչ բարձրացրել եք, այսինքն այդ միշտոցությունները երբ որ հայցի նվազեցման հիմքում դրվել են, այս դիրքորոշումները հայցի նվազեցման հիմքում դրել են, երբեք դատախազությունը չի ասել, որ բան եք դրեք գիծը չեք ներկայացրել, հիմա դուք հայտարարում եք, որ գիծը չկա։ Այսինքն մենք գրել ենք գիծ ներկայացնում ենք բաժնեմասի նվիրատվության պայմանների, ես չեմ ստորդաշի տնօրինակով, հիմա դուք հայտարարում եք, որ դա չկա։ Գիծում չկա, պարոն Հարությունյան, ես նույն հարցում պիտի պատասխանեմ։ Գնալեք թղթային ենք թղթային։ Այո, թղթային ուղարկում։ Այսինքն գիծ 20 թերթ կա, 20 թերթի մեջ Այդ չկա։ Արին նախագծով։ Ձեր մոտ ինչու անեք մի քանի րոպե։ Ինչու՞։ Շարունակել ենք նկատի ունեցեք մինչ 12:30 քանի րոպե, ինչքան։ 10 րոպե ինչու՞։ Միջից հետո ծավալից շարունակվում է դատական նիստը, ասացիք պարոն Ասատրյան միջնակցություն։ Նախագծով նախորդ ներկայացրել է հենց այս նույն ընկերության մասով արագացված դատականություն իրարար միջնակցություն, մեր գործընկերների տված պարզաբանումները եւ ներկայացված այս պահանջի հարցում են հաստատական տվյալները, որը պարզվեցին, ես ուզում եմ միջնակցության հիմքի վերացում կատարեմ, ներկայացված այն հիմնավորումները, որ առհասարակ բացի են, որ այլ անձի պատկանող գույքը պահանջվում է Արմեն Սարգսյանից այդ արդյունահայտությունը ներկայացնելը, բայց հիմքը լրացնում նաև հաստատական տվյալներով, որը որ դատական նիստը հնչեց, մասնավորապես օրինական միջոցներով ընկերության հիմնադրելը ներդրումներ կատարելու հաստատական տվյալները, որը որ ներկայացված են դատարանին, նաև մեր գործընկերներին, այդ բարձրակետած որ մեր գործընկերները դրանք չեն իրապետում, ինչու մեր համակարգի զարմանալ է, այդ հիմնավորումներն ենք, հիմքերն ենք դրացնում միջնորդության մեջ, այս Հասկանալի, այլ միջնորդություն։ Այլ միջնորդություն չէ, ուղղակի զուտ հարցադրումներ է ԵԴՍ գերության մասով, չեմ հայտնել հարգելի ներկայացուցիչներ, պետք է պարզաբանեք իրավիճակը, եթե Արմեն Սարգսյանը փոխարոն միջոցներ օրինակ տալիս ընկերությանը, այդ ընկերությունը փոխապակցում է Արմեն Սարգսյանը, ճիշտ է։ Բայց այս դեպքում, եթե այդ միջոցները օրինակ տրամադրվել են պետության կողմից 150 դրամ չափով պետական անպատասխան ծրագրի շրջանակներում կարանք ենթադրենք, որ այդ նույն դրամաբանությամբ պետությունը ալկոհոլի ծախում ունեցող գույքի մասնակցության առնվազն իրավատել է, այսպես ասեմ։ Հարցը հասկանալ չի պարոն։ Փոխարոն միջոցները, այդպես վարկային միջոցները տրամադրվել են
պետության կողմից, հիմա պետության կողմից տրամադրված միջոցների օրինականությունը ձեր կողմից կասկածի տակ է դրվում։ Այդ դրվելու պայմանները ուզում եմ պետության միջոցների օրինականությունը, այո, պետության միջոցների տրամադրած միջոցների օրինականությունը կասկածի տակ չի դրվում։ Ոչ։ Բարի, շատ լավ։ Այդ դեպքում խնդրեմ բարձրաբանել, եթե պետության տրված միջոցների օրինականությունը կասկածի տակ չի դրվում, դրանց ներդրումը այդ մասով օրինական է համարվում։ Պետության տրամադրած միջոցների սոցիալիզացիա։ Այո։ Շնորհակալություն։ Դեռ ստանես։ Այլ հարցեր կա պատասխանելու մոտ։ Հայցի բարձրացնված։ Չէ, այս բաժնեմասերի ապրում ճանաչելու կոնտեքստում հարցերն են, կարելի։ Հարգելի հայցողներ, Արմենիա ՍՊ-ին տրամադրվել է 25,000 փոխհատուցումի կողմից։ Դուք հենց նոր ասացիք, որ եթե տրամադրվել է փոխհատուցումներ ապրումները, ուզում եք բաժնեմասը։ Հիմա Արմենիա ՍՊ-ի բաժնեմասը այդ ժամանակ անուղղակի պահանջի ձեռագրի ժամանակ անուղղակի պատկանում է ինձ։ Ընդունում եմ ասենք այս երկակի մոտեցման տրամաբանությունը, օրինակ մեկ ես կարողորի դեպքում, ԵՌԱ-ի դեպքում, մյուս ընկերությունների դեպքում դուք ամբողջ բաժնեմասը ուզում եք, իսկ Արմենիայի դեպքում չեք ուզում։ Խնդրում եմ այս երկակի մոտեցման տրամաբանությունը բացատրեք։ Ինչպես նշեցի, SP ապրոյի մասով հաստատական հիմքերը նշեցի, որոնք պատճառը, որ մասնակցության գնդակազմը պահանջ է ներկայացրել։ Անունների մասով տվյալներ չունենք, որ կարող են ենթադրյալ ներգրավված լինել, իսկ փոխանցության միջոցների ծավալը այնքան չի, որ գերության գործունեությունը գնահատվի ապօրինի ասած։ Իսկ ինչքան պետք է լինել, որ համարեք, որ տեսական հարցը պարոն Սակապետյան, որին չեն պատասխանի։ Հայցից դուրս է պարոն Սակապետյան։ Հիմա էլի ես բաժնեմասերի պահանջի տրամաբանության մեջ։ Ներողություն, ճիշտ ասած, չէ, փոխանցումների դեպքում որպեսզի ապօրինի գնահատվի չափը գնահատում է, էակակի չափը։ Չափով պայմանավորված կարա դիրքորոշում։ Անհամարդան ամբողջության մեջ պարոն Հարությունյան։ Չափ, այս չափը էակակի է գնահատում։ Գործունեության տեսակը, փոխանցումները, այս ամենը համատության մեջ։ Համենայն դեպս չափի ուշադրություն դարձնում եք, էլի ասած սա։ Ասենք եթե 5000 դրամ փոխանցում լինի, կարող է 5000 դրամը գնահատել ոչ էական ներդրում ու ընկերությունը սպիտակ մնա։ Լավ, հիմա դիտարկենք Eastern Investment ընկերությունը։ Նայեք, օրինակը բերում հենց այդ ընկերության վրա, ես նախորդնիստին երբ որ օրինակները ուզում բերի, դուք ասում եք կոնկրետ իրավիճակից է պայմանավորված։ Հիմա իրավիճակը հետևյալն է, պայմանական թվերով եմ ասում, տրամադրել եմ ընկերությանը 100 միլիոն դրամ փոխհատուցում, հետո այդ ընկերությանը տրամադրած 100 միլիոն դրամ փոխհատուցումը հետ եմ ստացել ամբողջությամբ, ավելին ընկերությունն է սկսել ինձ տալ փոխհատուցում։ Այն տրամադրածս ապօրինի է մասնակի հետ ստացածը գնահատեցինք ապօրինի, դա դնում եմ մի կողմի վրա, դա հետո կքննարկենք այդ փոխհատուցումների օրինականության հարցը, բայց հիմա կոնկրետ ձեր հայցադիմումը ներկայացնելու պահի դրությամբ, որում այդ հանգամանքը հայտնի է եղել, որովհետև մենք կամավոր բացահայտել ենք Eastern Investment Development ընկերության ամբողջ փոխառական հարաբերությունները, ծստորել ենք պայմանագրերը, ծստորել ենք հաշվապահական հաշվապահից քաղաքացիներ, եւ առնվազն տեսանելի է, որ ես այդ ընկերությանը չունեմ տված փոխառություն, ավելին ես վերցրել եմ այդ ընկերությունից փոխառություն։ Հիմա այս պայմաններում դուք ինչ եք այդ ընկերության ինչ պատահական բաժնեմասը ուզում, պարոն Մերվեն։ Հարցը բարձ էր պարոն Մերվեն։ Որ կազմակերպության Eastern Investment and Development բաժնեմասի չափը 50%։ Հիմնավորումը նույնն է, պարոն կազմակերպության մասով ևս ընդհանրապես
հարցը։ Մի փոքր բարձր կարելի է պարոն Միրոն, ես ձեզ չեմ լսում։ Մի քիչ բարձր։ Ենթադրյալ ներդրումներով էլի պայմանավորված, որոնք իրականացվում են կազմակերպությունը Պարոն Միրոն, ներդրում նշանակում է ֆինանսական ակտիվների կամ ակտիվների ներոց ընկերություն։ Հիմա իստենտի դեպքում ինչև է ձեր հայցը ներկայացնելու պահը, հետևյալը, դուք ունեք այդ տվյալները, ինձ ձեզ ներկայացնում եք բոլոր ընկերությունների բոլոր տվյալները։ Պայմանական թվերով եմ ասում, եթե հիմնադրման կամ սկզբնական ժամանակաշրջանում գործունեության մենք տրամադրել ենք, ես տրամադրել 100 միլիոնի փոխառություն, պայմանական թիվ եմ ասում։ Հետո ես այդ 100 միլիոնը հետ եմ ստացել, ավելին ընկերությունից էլի եմ փոխառություն ստացել, այսինքն ստեղ ես չեմ ընկերությանը պահ, ընկերությունը չի սպահ, ես եմ ընկերությանը պահ։ Պատկերացրեցի, հիմա ձեր ասած են սև փողը գնացել է, հետ է եկել, հետի գնահատել ենք բարձել ենք, մի հատ էլ ընկերությունից փող է եկել։ Ես այդ ընկերությունից փոխառություններ եմ ստացել, պարոն Միրոն, արվելությունը օրինակ 1.5 ակրվի, սա է, երբ որ ես տվել եմ փոխառություն, այսօր այդ փոխառությունները մարված չեն, դուք ասում եք, ես տարել եմ ուտեղ, չգիտեմ, չեմ ես տրամաբանություն չեմ հասկանում ինչ եք ասում, բայց անցում ենք մի կողմ, դուք գնահատական եք տալիս, որտեղ ես ունեմ ընկերության հետ փոխառություն, որ ապօրինի է եղել, հետևաբար ընկերությունը ապօրինի է։ Հիմա իստեթի դեպքում հակառակն է։ Բայց իստեթի ձեռքբերումը ի սկզբանե օրինական է։ Իհարկե։ Հայցատունի վաստական թվերում հայտնաբերում նշվել է, որ 2023 թվականի Որ էջում կխնդրեմ նշեք։ էջը 2023 թվականի վերլուծություն 2023-ի մեջ, լավ։ 2023 թվականի հունիսի 16-ին Արմեն Սակապետյանը 8.532,050 դրամով Իստեթ Ինվեստ տեխնոլոգիաների ֆինանսավորում ձեռք է բերել 58 օգոստի մասնակցություն, որը հիմնավորվել է 8.455,924 Պարոն Միրոն, ներկայացրելի դա ուրիշ բան է, դա երբ որ ես կառավարական կապիտալում դրամսիչ ներդրում եմ արել, հետո եկամտային հարկով հետ եմ վերադարձել, դա ուրիշ պատմություն է, դա կապ չունի իմ ասած հարցի հետ։ Իմ ասած հարցը հետևյալն է, դուք գնահատում եք, որ երբ որ ես ինձ պատկանող ընկերությանը փոխառություն եմ տվել, դրա մի մասը հետարկվում ապօրինի, դուք ուզում եք ամբողջ բաժնեմասը, ճիշտ եմ հասկանում։ Ձևակերպում ես տողակակում, որ գրել եք էջի վերջում, դրա մասին է, հիմա իստեթի դեպքում հակառակն է, ես չեմ տվել փոխառություն, ես վերցրել եմ փոխառություն, բայց դուք էլի բաժնեմասը ուզում եք, տարբերությունը պատկերացնում եք, հիմա հարց, այս դեպքում ինչ եք ուզում։ Էլի հայցատունի նշված հիմնավորումը պարոն Սակապետյան, նախ կատարվել է ներդրում, որը չի հիմնավորվել օրինական կամ դա ինչ-որ չափով, եւ էլի եք ենթադրյալ ներդրումներով, որոնք իրականացվել են ընկերությունում։ Պարոն Միրոն, դուք չեք պատասխանում հարցերը։ Ներդրումը կատարվել է, հետ է վերադարձել։ Ես ընկերության նկատմամբ այլևս պահանջ չունեմ, զրոյացել եմ, ավելին ընկերությունից եմ վերցրել փոխառություն։ Տարբերությունները պատկերացնում եք։ Շահ, մի դեպքում Հիմա այս տարբերվող իրավիճակի վերաբերյալ ես ես հարց եմ ուզում տալ, ես ուզում եմ հասկանալ ձեր հայցի իրավական հիմքը։ Լավ, դատարանը հստակեցնի, հա, հարցում, որտեղ դատարանը պարզ էր, պարոն Միրոն, երկու հանգամանք կա իստեթի հետ կապված, ճիշտ եմ հասկանում, մեկը ձեռքբերումն էր 50% բաժնեմասի, որը փաստորեն գումարների տարբերությամբ գալիս է 36,134 դրամ, հա, ապօրինի է եղել ձեռքբերումը, եւ մյուս հանգամանքը իստեթի հետ կապված եղել է կամ այդ պարագայում ես կխնդրեմ դուք նշեք, կոնկրետ այս ընկերության հետ կապված։ Ես տեսա մի փոխառություն, որը ընկերություն է տրամադրել Արմեն Սակապետյանին, դրա հետ կապված նշում տեսա հայցի բովանդակության մեջ։ Հիմա կխնդրեմ նշեք կոնկրետ բաժնեմասի նկատմամբ, հա, բռնագրանցման պահանջի հաստական հիմքը։
ամբողջական յուրաքանչյուր փաստական հանգամանք, որ այդ ընկերությանն է վերաբերում, խնդրում նշեք, որպեսզի ամբողջական պատկեր ստեղծվի, ինչու է դուք այդ բաժնեմասի բռնակացման պահանջներ ներկայացրել։ Դուք գտակ էլի, որպեսզի պարզ էլի օրինակի վրա մեր պայմանական թվերով 7 միլիոն փոխհարություն եք տվել իստեքի, 7 միլիոնը գնահատվել է, ասում եք պարմենը, այս պայմանական 7 միլիոն փոխհարություն եք տվել իստեքի, պայմանական թվերով, 7 միլիոնը գնահատվել է ապորինի, 7 միլիոն փոխհարությունը հետ եք ստացել, ասում եք այդ ստացածը օրինական չի ապորինի է։ Ստացել ենք հետ ևս 10 միլիոն։ Այսինքն են տրամադրված 7 միլիոն հետ ենք ստացել, դա ապորինի է, և ստացել ենք ևս 10 միլիոն։ Այս պայմաններում ՍՊ-ի պահանջի իրավունքի ճիշտ չի ասում, այսինքն ՍՊ-ի բաժնեմասի վրա ազդեցությունը ոնց է գնահատել այդ է։ Ներդրումս 7 միլիոնի չափով էր, հետևաբար 7 միլիոնից ավել այդ ընկերությունը գործունեություն արել, ինձ ևս 10 միլիոն ավել փոխհարություն տվել, որպես եկամուտ։ Փաստական հիմքերը Արմեն դատարան։ Մեծ է նշածս փաստական հիմքը, ձեռք բերում ենք կանոնադրական կապիտալի ներդրումը, մյուս փաստական հիմքը 4-րդ կետում է նշված։ Հաշվառելով ներության մեջ նշված իրավաբանական անձանց տրամադրված օրինական կապիտալություն հնարավոր փոխհարությունը իրավասումանում է, որպես ապօրինի կամ փոխհարության ձեռքբերված մասնակցություն պահանջում է նաև համապատասխան իրավաբանական անձանցում մասնակցությունը։ Երկրորդ փաստական հիմքը մասնակցության փոխհարցման պահանջի Անմերիկան է, փաստական հիմքը գոյություն չունի։ Եթե ուզում եք թվերով պարոն Ալթունյանի խնդրենք, թվերով նայենք, հա։ Պարոն Ալթունյան, ինչքան են մինչև ձեր հայցապիմը ներկայացնելու պահը ընկերությանը տվել փոխհարություն եւ երբեմն մեծացել փոխհարությունները։ Խոսքը մենք էս գյուղ State investment and development ՍՊ-ի մասին։ State investment and development։ Այո։ Make SQ state development։ Make SQ state investment and development։ Ավելի state investment and development։ Որովհետև make SQ։ Ես ապրանքային նշանով ասեցի, ես ընկերության անունով state investment and development։ Պարոն Սարգսյան, 2018-19 թվականներում փոխհարցություններ տրամադրած 24 թվականի դրությամբ որ հայց եք ներկայացել։ Ես եմ պատմում ընկերությանը, թե ընկերությունը ինձ։ ընկերությունը դուք ընկերությանը ստացել եք փոխհարություն, դուք ընկերությանը պահում եք։ Հիմա այն դեպքը որ նկարագրում եք, այն դեպքերը որ ընկերությունն է ինձ պատմում։ Այո, պահանջի իրավունք։ Այսինքն հակառակ իրավիճակն է, ճիշտ եմ հասկանում, պարոն։ Այո։ Հիմա ուզում եմ հասկանամ, հարցս հետևյալն է, այն առաջինը հասկացանք, ընդունեցիք, թե չէ, դա երկրորդականն է, հիմա ստեղ հակառակ իրավիճակն է։ Որքանով է ձեր նշած փաստական հանգամանքը, որ ասացիք ընդհանրապես ընկերությունների բաժնեմասի մասով, վերաբերելի այս ընկերության բաժնեմասի բռնակացման պահանջին։ Երբ որ իրավիճակները տարբեր են, ուսումնասիրության ավարտի դրությամբ պարոն Սարգսյանը պարտք եղել ընկերության, ոչ թե եղել են պահանջի իրավունքներ, որոնք ընկերության կողմից մարված չեն եղել։ Այս հարցին պատասխան կհնչի։ Արմեն դատարան փաստական հիմքը այդ ենթադրյալ ներդրումներն են, որոնք կազմակերպությունում իրականացվել են։ Այն ենթադրյալ ներդրումների մասին ձեր հայցի փաստական հիմքին որտեղ է նշված, որտեղից կարող ծանոթանալ կամ առնվազն եզրակացություն անել, որ դուք այդ հիմքով բռնակացան պահանջ եք ներկայացրել։ 4-րդ կետում, որտեղ թվարկված են 33-րդ էջի մասին է խոսքը։ Ֆուզնոտի մասին։ Ավատակը։ Հիմա դերած է պարոն իրավաբանական անձանց տրամադրված եւ օրինական եկամուտներով չհնարավոր փոխհարություններ։ Հիմա այս դեպքում իրավաբանական անձին տրամադրված փոխհարություն չկա, որ մի հատ էլ քննարկենք օրինական հիմքերով, թե չէ։ Ընդհակառակը իրավաբանական անձն է տրամադրել։ 2018 թվականի փոխհարություն կա տրամադրված։ Հայցի ներկայացման ժամանակ ենք մենք խոսում, հարգելի ներկայացուցիչներ։
24 թվականի դրությամբ դուք հայցը ներկայացնում պահի դրությամբ, ինչ որ ստատուս քվո է ֆիքսել, ճիշտ է։ Ինչքան է պարտավորությունը, ինչքան է։ Հիմա այդ պահի դրությամբ, ես չեմ ասում ձեր միջնորդությամբ, այդ ժամանակ լրիվ ուրիշ իրավիճակ է եղել։ Այդ պահի դրությամբ բացակայում է այն փաստական հիմքը, որ ես Estate Investment and Development ընկերությանը տրամադրված փոխառություն ունենամ, մի հատ էլ դա օրինական Բայց 18 թվականի փոխառությունը տրամադրել է, ներդրումը կատարվել է, հետո հետ վերադարձել է։ Ինչ կապ ունի որ թվականին։ Եթե տես նայեք, ուրեմն 10 այլ ընկերություններ դիսկսենք նայել։ Այդ տրամաբանությամբ հարց եմ տալու, ինչու լիքը ընկերություններ, որոնք որ այս ցանկի մեջ չկան, այդ ձեր ասած տրամաբանությամբ չեք ներառել։ Պարոն, մենք ավելի ենք սենց գնում, դուք ուզում եք ձեր խնդիրը, ձեր փաստական դրամների բացակայությունը, պատճառաբանությունը ամփոփեք։ Բայց նրանով ավելի վատ վիճակի մեջ գնում Պարոն Սարգսյան, ձեր առարկությունները կներկայացնեք, իսկ պարոն Մերոյան, ձեզ մի հարց, ես հասկացա ձեր պատասխանը, տողատակում նշված է։ Նշված է, նա նշված է, որ 2018 օրինակ թվականին համապատասխան փոխառություններ տրամադրվել են։ 18 թվականի վերլուծության մեջ ինչ փոխառություններ հստակեցնեք, ավելի հստակ ասեք, որ առանձին նշված չհանդիպում, բայց համապատասխան ապացույցները փոխառությունները տրամադրվել են աշխատանքային ֆայլները երևում։ Պարոն Մերոյան, տեսեք, Estate, ինչպես էր անվանում, Investment and Development ընկերության բաժնեմասի բռնագծում պահանջ եք ներկայացրել։ Հապում եք կատարում բաժնեմասի 50% էր կարծեմ, 50% բաժնեմասի ձեռքբերմանը, որ ասում եք, որ մի մասով 36,000 դրամի չափով մոտավոր չի հիմնավորվել օրինական եկամուտներով եւ մյուս հղումը կատարում եք տողատակի վրա, որը 59-րդը վերաբերում է ուզում հասկանալ, որ նախադասության վրա այդ 59-ը դրվել, հա, հենց Estate-ի վրա նշել եք հաշվի առնելով վերլուծության մեջ նշված իրավաբանական անձանց տրամադրված եւ օրինական եկամուտներով չհիմնավորվող փոխառությունները իրավասու մարմինը որպես ապօրինի եկամուտի օգտագործման ձեռբերված մասնակցություններ պահանջում է նաեւ համապատասխան իրավաբանական անձու մասնակցություն եւ դա նշել եք հենց կոնկրետ Estate-ի վրա հղում եք կատարել ներողություն ասում ես վերլուծության մեջ նշված որ գրել եք ինչ վերլուծության հայցադիմի նշված վերլուծության խոսքը վերաբերում է բոլոր իրավաբանական անձանց կոնկրետ այդ թվում Estate-ի Այդ դեպքում հարցս հետևյալն է, Estate-ի մասով այդ տրամադրված եւ օրինական եկամուտներով չհիմնավորվող փոխառությունը ո՞րն է։ Հարավին դատան փաստական հիմքը ձեր կարգոչած մասն է հայցադիմի հայցապահանջում, իսկ համապատասխան ապացույցները ներկայացվել են դատարանին բանկային գաղտնի կազմող տվյալների, որտեղ երևում է, որ այդ փոխառությունները տրամադրվել են 2018-2019 թվականներին, բայց հայցադիմում առանձին կազմակերպության տրամադրված փոխառության մասին նշում չի կատարվել։ Ես ես հասկացա, իսկ ո՞րն է տրամաբանությունը, որ մյուս բաժնեմասերի նկատմամբ բնագծման պահանջի հիմնավորվածության համար կոնկրետ նշել են օրինակ փոխառությունները, ներդրումները ու դրանց օրինական եկամուտներով չհիմնավորվել։ Այլ նշումներ, այլ գործարքներ նշվել են, բայց Estate-ի մասով չկա նշում, ինչու՞։ Իսկ կոնկրետ ապացույցին հղում կատարեցիք, դա դուք ներկայացրել եք հայցադիմիկից։
բանկային գաղտնի կազմող տվյալ դնել։ Եվ դուք կարող եք հստակ նշել, որ փոխառությունների մասին է խոսքը։ Իսթեթին դրամադրված եւ եկամօրինական եկամուտով չգնահատված։ Եթե կարելի է նստած աշխատանք։ Կարելի է։ Կամ եթե ավելի համապարփակ հնարավոր ուսումնասիրել Excel-ի միջոցով ձեր հաշվարկի ֆայլը, կամ այդպես կարող եք ասել կոնկրետ որ փոխառությունների մասին է խոսքը։ Երբ եւ ինչ չափով են դրանք տրամադրվել։ Երկար կտելի կանոններն նաև դատան 12-30 ծանրաբեռնված այլ դատական նիստով պատրաստ են, միգուցե հաջորդ նիստով պատրաստ են, լավ, հնչում է պատասխանը, հնչում է ուշադրություն, պատասխանը ներկայացնեն, ասենք։ Աշխատանքային ֆայլի ամփոփ բաժնում նշվել է 2015 թվականի Eastern Investigative Development ընկերությունին փոխառության տրամադրում 100 միլիոն 100,000 դրամի չափով, որից օրինական եկամուտներով չի հիմնավորվել 63 միլիոն 281,280 դրամը։ 2019 թվականին 26 միլիոն դրամ փոխառություն է տրամադրվել, որից օրինական եկամուտներով չի հիմնավորվել 16 միլիոն 470,690 դրամը։ 2020 թվականին 43 միլիոն 600,000 դրամ, որից օրինական եկամուտներով չի հիմնավորվել 29 միլիոն 512,427 դրամը։ Երեք փոխառություն չի։ 2018 եւ 2020 թվականներին ամփոփ բաժնում աշխատանքային ֆայլի 578, 624 եւ 686 տողերով։ Շատ մնացած հարցերը շարունակենք։ Կարող եմ արձագանքել ես ասին, արդյոք դա այսօր փորձում է եւ մեզ երկարություն դառնալու մոլորության մեջ գցել։ Դա երբ որ տվել եք, դուք դրա մի մասը դիտարկել եք ապօրինի։ Հետո երբ որ հետ եք ստացել, պարոնները, դուք մեր ապօրինի մնացորդը ավելացրել եք։ Ապօրինի եկամուտի մնացորդ։ Այո, այդ իրավահարաբերությունը դադարել է։ Տվել եք 100 միլիոն, որի 50 ասկեք ապօրինի է, հետո երբ հետ եք ստացել, ասել եք ինձ ապօրինի մնացորդը ավելացավ 50 միլիոն դրամ, ճիշտ է, պարոն։ Ավարտվեց այս իրավահարաբերությունը։ Դա շարունակվում է հետո եւ ընկերությունից եք ես տանում փոխառություն։ Այսինքն ձեր հայցի ներկայացման պահին ես չեմ պարտքի ընկերությունը չի պարտքից, ես եմ պարտք ընկերությունը։ Ձեր մնակարարության մեջ, ասում եք իրավաբանական անձի տրամադրված։ Այդ տրամադրված իրավահարաբերությունը ավարտվել վերջացել է։ Բայց փոխառությունը տրամադրվել է։ Բայց հետ եք ստացել, դուք արդեն այդ ապօրինի եկամուտս դիտել եք իմ ապօրինի ընդհանուր զանգվածի մեջ, ձեր հայցապահանջի գնի մեջ, ձեր հայցապահանջի
ծավալի մեջ, ձևավորման մեջ մասնակցել են։ Հիմնավորման բան Սակապետյան, այդ դրամական միջոցները կազմակերպության գործունեության ապահովման համար են օգտագործվել, որ տրամադրվել է։ Ասեք, ապահովման ինչ։ Կազմակերպության գործունեության ապահովման։ Ինչ է նշանակում կազմակերպության գործունեության ապահովման։ Դրամական միջոցներ են տրամադրել նույն ձև, ինչ որ օրինակ SQ Agro-ի դեպքում։ Հիմա եթե ես մեկ SQ Agro-ից 27 միլիոն դրամ հետ ստացած լինեի, իմ ապօրինի մնացորդի զանգվածը 6 միլիոն կամ 7 միլիոն դրամով գրելու եք եւ պահանջելու եք։ Փոխանցության պահանջի իրավունքը վերափոխվել ապօրինի եկամտի մնացորդի։ Այդ ապօրինի եկամտի չափով։ Բայց մասնակցության գնահատման վրա դա չէր ասում։ Հիմա խոսքը գնում է երբևէ տրամադրված որևէ փոխհարության մասին, ճիշտ եմ հասկանում։ Այո, որը որ թեկուզ վերադարձվել է, բայց տրամադրվել է, ներդրվել է կազմակերպությունում։ Այդ տրամաբանությամբ տասնյակ ընկերություններ կան, որտեղ որ ես մասնակցություն եմ ունեցել եւ փոխհարություններ եմ տվել եւ դու դրանք ճանաչել եք ապօրինի լրիվ կամ մասնակի այն ժամանակ։ Հետո այս փոխհարությունները հետ են ստացել իմ ապօրինի մնացորդի զանգվածի մեջ եք դուք դա տեղավորել։ Բայց այդ դեպքում այդ ընկերությունների բաժնեմասը ինչի՞ չեք ուզում։ Մի օրինակ կարող եք բերել։ Իհարկե։ Որն է։ Հիմա ես Արմենիա ասացի։ Այլ դեպքում ծնվել, ասում եմ։ Փոխհարության պահանջի իրավունք չկա, Չէ, չկա, մեկ ուրիշ չկա, այդ ընկերությունները ավելի դատարան։ Նա այս ամուսնահավանության մեջ պարկ վերուլքունքի բաժնի մասին ինչ չէ ուզում։ Բանսակը մենք բարձրանում ինչ համանք ուզում, ինչ ենք ուզում։ Անուելան, իմ մոտ տպավորությունն է, որ ինչ-որ խնդիր է դրված, կոնկրետ այս ընկերությունների բաժնեմասերը խլել։ Իմ մոտ է տպավորություն։ Հարց առաջանում, ինչի չեք ուզում են ուսը ընկերությունը, երբ որ նույն իրավիճակն է։ Չէ, park development-ի մասով փաստորեն կա 25 միլիոն դրամի փոխհարության պահանջի իրավունք։ Բայց բաժնեմասը չեն ուզում, չկա բաժնեմասը բաժանակազմի պահանջ։ Արգելի դատարան, ես ուզում եմ տրամաբանակը կապ հասկանամ, մոտեցումը հասկանամ, որ դատարանին առարկություն ներկայացնելու դեպքում ամբողջական առարկություններ ներկայացնենք ըստ ներկայացած հայցի տրամաբանության։ Եթե տվել եմ Արմենիայի դեպքում 25,000 դրամը էական չի, դրա համար չենք ուզում։ Park development-ի դեպքում 25 միլիոն դրամը էական է կարծում եմ, հենց կառուցապատման ծրագիրը դա, բայց չենք ուզում։ Իսկ դեպքում պատասխան չի հնչել։ Դեռևս այս park development-ի մասով ես անկեր չեմ հասկանում ինչի մասին է ես Պարոն Միրյան, հիմա park development-ի մասով կարող է տարբերությունը բնութագրել, մյուս փոխհարություն է տրամադրվել 25 միլիոն դրամի պատվով, որ ձեռնարկելու 200,000 չի հնարավորվել, ենթադրյալների մասին ենթադրություններ 30 ամենը անել չի կարող, դրա համար մասնակցության բնագազման պահանջ չի ներկայացվել։ Այսինքն մյուս ընկերությունների մասով, որոնք քննարկվեցին ամեն դեպս այս նստով, ենթադրություններ անելու հնարավոր էր այս Աշխարհում այդ կազմակերպությունների գործունեության դիրքը ենթադրություններ կան վերաբերել եւ պատճառով մասնակցության բնագազման պահանջ Ասացի կազմակերպությունների բնույթն իսկ խնդրեմ բարձրաբանել էլի, օրինակ ընկերությունները առանձին ուսումնասիրության առաջ դարձել են ձեր կողմից թե չէ։ Իրանց գործունեությունը ձեր համար բարձր է, գործունեության տեսակները բոլորի գործունեության տեսակները բարձրել են ու ֆինանսական վիճակը ուսումնասիրվել է ամբողջությամբ։ Կազմակերպություն կա, զբաղվում է գյուղատնտեսության կա, շինարարության ոլորտում է գործունեություն իրականացնում։ շինարարության ոլորտում չկա։ Շինարարության ոլորտում մենք գործունեություն չենք իրականացնում։ Մենք իրականացնում ենք կառուցապատման ոլորտում գործունեություն։ Դրանք տարբեր տնտեսագիտական գործունեության դասակարգիչներ են։ Շինարարության ոլորտում նշանակում է, որ մենք պետք է մուրջ ունենանք, սղոց ունենանք, չգիտեմ, բետոնախառնիչ ունենանք։ Կառուցապատումը դա այլ գործունեություն է։ Շինարարությունը այլ գործունեություն է։ Պարոն Սակապետյան, Կառուցապատումը կարելի է։ Այսինքն առանձին ձեր կողմից գործունեության տեսակները վերլուծության առարկա դարձրել են, բայց ֆինանսական վիճակի վերլուծություն չեք իրականացրել։ ֆինանսական վերլուծություն իրականացրել Ընկերությունների մասով։
ֆինանսական վերլուծություն իրականացվել է եկեղեցու։ Ներկայացուցիչները հետազոտի կազմակերպությունների ֆինանսական վիճակի ներառնելն են։ Ամեն եկեղեցության ֆինանսական գործունեությունը, ֆինանսական վիճակը առանցին ձեր կողմից վերլուծվել է։ Պատասխանը չէ, բավարար դրանով ուզում հստակ եմ հասկանալ ի վերջո եկեղեցիների ֆինանսական դրությունը ձեր համար պարզ է, թե չէ։ Հարցում պատասխանություն Նախորդ հաջորդ դատականիստով արժանացող հստակեցումները ևս կանան։ Շարունակենք։ Գործիքը 90 հետազոտվում է դատարանի այլ դատական նիստով ծանրաբեռնված լինելու հիմքով հաջորդ նիստը նշանակված է վաղը ժամը 3-ին համարվում է պատժի սամոսված նիստը դիտարկված հաջորդություն